Միշտ ընդունես մարդկանց։ Ահա, Գիտսանի ձայնագրությունները վերջում որտեղ կարող ենք նորից դիտել, պահպանվելու տեղ կա ինչ-որ թե Ուրեմն մենք միշտ բոլոր վեբինարների հաջորդ օրը էջում հրապարակում ենք, բացի դրանից մեր Գիտուսի Teams-ի էջում բոլոր ձայնագրությունները կան, հղումը այնտեղից ենք բերում, եթե Գիտուսի Teams-ում կաք, կարող եք այնտեղ տեսնել։ Ահա, ուրեմն այնտեղ ռեկորդինգների մեջ որ նայեք, բոլոր ձայնագրությունները տեղադրված են, այնտեղ կարող եք տեսնել։ Բացի դրանից վաղը արդեն մեր էջում կլինի ձայնագրությունը։ Շատ լավ, ձայնագրությունը միացված է, այս պահին Գոհար ջան։ Ահա, դե ուրեմն ողջունենք ձեզ բոլորիդ։ Նորից ասենք բարի երեկո, շաբաթ երեկոները դարձել են մեր մշտական ժամը 8-ը, մեր մշտական ժամը, մեր հանդիպման օրն ու ժամը չենք փոխում, աշխատում ենք այս օրերը միասին լինել եւ արդեն միասիրուն այսպես թիմ է ձևավորվել, որտեղ մարդիկ կան, որոնք պարտադիր ներկա են լինում եւ եթե ունենք նաեւ այլ մասնակիցներ, շատ ուրախ ենք բոլորիդ ողջունելու ընկերներ ջան։ Այսօր դարձյալ վեբինարը մեր Գիտսանի թիմն է իրականացնում, բայց այսօր Աճարյանից չենք խոսելու, այսօր մեր հենց թիմի անդամներից մեկը, մեր Տաթևը շատ հետաքրքիր, կարծում եմ շատ սուր քննարկումներով հագեցած թեմա է ընտրել վեբինարի համար, ուղղակի որոշեցինք մի փոքր շեղվել այդ անընդհատ գիտական շատ չհոգնենք, իհարկե Աճարյանին դեռ կանդրադառնանք, շարքը շարունակելու ենք, բայց մի փոքր այսպես շեղվենք եւ մի քիչ էլ սուր քննարկումներ ունենանք, մեր Տաթևը որոշել է ասենց մի հատ լուրջ թեմա բերի մեզ համար, հիմա ինքը կասի դրա մասին, բայց ես ուզում եմ մինչև խոսքը Տաթևին փոխանցելը նախ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր միշտ միանում են մեզ եւ մեր երեխեքին ողջևորում են, իրականում իրենք դրա կարիքը շատ ունեն, մեզանից յուրաքանչյուրը դրա կարիք ունի, չէ՞, մեր ցանկացած աշխատանք երբ մենք կատարում ենք, սպասում ենք այն գովեստի խոսքին, թեկուզ ահա այս սրտիկներին, որ դուք ուղարկում եք, միշտ բոլորս մեր հոգու խորքում երեխա ենք եւ դրա կարիքը ունենք, այնպես որ երեխեքին էլ ողջևորելու համար միշտ միացեք, միշտ ժամանակ գտեք, դա կարևոր է իրականում։ Բայց մինչև Տաթևին փոխանցելը, բացի նաև շնորհակալություն հայտնելուց հետո ուզում եմ ինչպես միշտ կարգը չխախտել եւ խոսքը փոխանցել Մարկին, ինքը թող եւս մեկնարկային իր խոսքով հանդես գա եւ ինքն էլ հենց խոսքը փոխանցի Տաթևին։ Մարկ ջան, խնդրեմ։ Բարձրախոսդ Մարկ, ոնց որ անջատած, ահա, մենք ձեզ չենք լսում, քեզ չենք լսում։ Մի հատ խոսիր, տեսնենք լսում ենք։ Չենք լսում։ Տեսեք, այսօրվա խնդիրն է, համացանցի եւ Մարկ ջան, մի հատ դուրս արի, նորից ներս մտի։ Մի հատ դուրս արի, ներս արի նորից։ Եվ ասեմ, որ մեր երեխեքը շատ նախաձեռնող են իրականում, քիչ որոշ ժամանակ անց դուք եւս կհամոզվեք, որ իրենք շատ նախաձեռնող են եւ առաջ գնալու շատ տեղ ունեն։ Այս պահին մի քիչ sense փակագծերով եմ խոսում, բայց շատ լավ նորություն ունենք առաջիկայի համար։ Հետո մենք ձեզ կզարմացնենք մեր նորությունով, չէ, երեխեք ջան, չասենք ոչ մի նոր բան, ուղղակի sense խայծը գցենք ու թող մեր ժողովուրդը, մեր մասնակիցները սպասեն այդ լավ նորությանը։ Շատ շուտով մեր Գիտսանի մասին դեռ կխոսեն։ Տեսնենք Մարկը միացավ։ Դակրքիր է, որ Մարկի մոտ էլ տեսեք խնդիր կա այսօր ընդհանուր այս Teams-ն է շատ վատը, շատ։ Դե լավ, ահա, հələ տեսնենք։ Մարկն է արդյոք որ ասում է սպասա սրահում է։ Չէ։ Դե լավ, ուրեմն Մարկը երբ որ գա անպայման կխոսի, Տաթև ջան, ուղղակի չսպասեցնենք, դու քո այս սիրուն պատրաստած սահիկաշարով խնդրում եմ մուտքը ազդարարես։ Քո բարձրախոսը միացրու, Տաթև։ Ողջունում եմ բոլորիդ, բարի երեկո, շատ շնորհակալ եմ եւ ուրախ եմ, որ այսօր միացել եք այս վեբինարին,
որոշել եք միանալ ինձ։ Կարծում եմ վերնագիրը կարդալիս որևէ ինչ-որ սուր էմոցիաներ կամ հակասական էմոցիաներ եք զգացել, ամեն դեպքում ես հարցադրումով եմ դրել, արդյոք կրթական համակարգը սպանում է ստեղծագործ մտածողությունը, ու ավելի շուտ հենց քննարկման տեսքով պետք է լինի, բայց նախ ես իմ պատրաստած սահիկաշարը ներկայացնեմ ու անցնենք քննարկման արդեն։ Մարդկության զարգացման կարևորագույն հիմքերից մեկը բնականաբար կրթական համակարգն է, կրթությունն է ու ուղղակի անհնար է պատկերացնել առանց կրթության որևէ առաջընթաց, սակայն ժամանակի ընթացքում հարց է առաջանում, արդյոք այդ նույն կրթական համակարգը զարգացնում է ստեղծագործ մտածողությունը, թե ընդհակառակը սահմանափակում է այն։ Իհարկե այս հարցը երկակի է եւ միանշանակ պատասխան չունի, կարևոր է հասկանալ ուղղակի թե ինչպես է ձևավորվում ստեղծագործ մտածողությունը եւ ընդհանրապես ինչ է ստեղծագործ մտածողությունը իրանից ներկայացնում։ Որ կընտրեմ կթերթեք սլայդը։ Մի հատ էլ։ Ահա։ Եկեք սահմանենք ստեղծագործ մտածողությունը։ Ստեղծագործ մտածողությունը մարդու նոր գաղափարներ ստեղծելու եւ խնդիրներին ոչ ստանդարտ լուծումներ գտնելու կարողությունն է։ Եվ այն փաստը, որ ես ամենաշատն եմ սիրում ստեղծագործ մտածողության մեջ նա է, որ ստեղծագործ մտածողությունը հնարավորություն է տալիս մեզ աշխարհը յուրովի տեսնելու։ Ու տարածված թյուր կարծիք կա, որ ստեղծագործ մտածողությունը առավել կարևոր է արվեստում եւ առավել պետք է գալիս արվեստում, բայց այդպես չէ, ստեղծագործ մտածողությունը նաեւ շատ կարևոր դեր ունի գիտության մեջ, բիզնեսում եւ ընդհանրապես առօրյա կյանքում։ Անցնենք։ Մեր կրթական համակարգը, ավելի ճիշտ կասեի, ավանդական կրթական համակարգը որոշ խնդիրներ ունի։ Առաջին խնդիրներից եւ ամենատարածված խնդիրներից դա ստանդարտացման խնդիրն է, որոնց կետերից են օրինակ մեկ ճիշտ պատասխանի առկայությունը։ Մենք դպրոցում ցանկացած դասի ժամանակ մեզանից միշտ պահանջվում է մեկ ճիշտ պատասխան, ինչը ոչ միշտ է ճիշտ։ Իհարկե, երբ որ խոսքը վերաբերվում է մաթեմատիկային, ֆիզիկային կամ այնպիսի թեմաներին, որոնք իրոք մեկ ճշգրիտ պատասխան ունեն, դրանք այլ, բայց օրինակ ինձ ամենաշատ հանդիպածներից հենց գրականության ժամերին, երբ որ ինչ-որ հեղինակի ինչ-որ ստեղծագործություն ենք անցնում ու գրքի մեջ մանրամասն նկարագրված է լինում հերոսների բնավորության գծերը, ընդհանրապես ստեղծագործության գաղափարը, իմաստը եւ թեմատիկների ժամանակ էլ հարցերը հենց այդ նույն հարցերն են, մենք պետք է պատասխանենք այնպես, ինչպես գրքում է գրված, բայց կարծում եմ կոնկրետ հենց գրականության վերաբերյալ ստեղծագործությունները յուրաքանչյուրս յուրովի ենք ընկալում եւ յուրովի ենք հասկանում։ Այս դեպքում, օրինակ, ինձ համար մեկ ճիշտ պատասխանի առկայությունը սխալ է։ Որ Ծաղեր ջան, ես ձեռք ունեմ, հա, եթե կարելի է այս պահին քեզ ընդհատեմ, որտեղ խոսքը գնաց գրականությունից, ես չէի կարող լռել, ուզում եմ հարց տալ։ Քո դիտարկումը, որ թեմատիկների ժամին մենք պետք է պատասխանենք այնպես, ինչպես գրքում է գրված, դու այս պահին նկատի ունես ավանդական մոտեցումները, թե այսօրվա ժամանակակից մոտեցումները։ Այսօրվա թեմատիկների մասին ես խոսում։ Ավելի շուտ երևի թե ավանդական, բայց ներկայիս գրականության գրքերում էլ նկատում եմ, որ շատ մանրամասնորեն գրված է ու մեզ ուղղորդում են ոնց որ թե մենք ոնց մտածենք կոնկրետ այդ ստեղծագործության շուրջ, հերոսների շուրջ։ Ես համաձայն եմ, որ գրքերում մանրամասն մեկնաբանություններ կան, կերպարներն են վերլուծված, ինչ որտեղ ես ինքս չէի ուզենա, որ մեր դասագրքերում այո այդ վերլուծությունները լինեն, որպեսզի ձեզ որևէ ուղղորդում չտար, բայց կարծում եմ թեմատիկներում հաստատ ուսուցիչները ձեզ չեն պարտադրում, որ դու գրեք այն ինչ որ դասագրքում կա, թեմատիկներում վստահ եմ, որ ձեզ նույնիսկ պարտադրում են հանկարծ գրքից մի բառ չգրեք, նույնիսկ ChatGPT-ին չօգտվեք, ինքնուրույն ձեր
ձեր միտքը գրեք։ Գուցե ավանդական մոտեցմամբ այո, որովհետև կար ժամանակ, երբ այդ մտածողությունը, այդ գաղափարախոսությունը պարտադրված էր, բայց այսօր այդ ազատությունը մեզ տրված է ու ես կոնկրետ որպես գրականության ուսուցիչ երբեք չեմ ընդունում այն, ինչ որ գրված է գրքում ու երեխան այդ մոտեցմամբ է վերլուծում։ Ես միշտ առաջնությունը բարձր միավորը տալիս եմ այն դեպքում, երբ որ երեխան ինքնուրույն ստեղծագործ մոտեցում է ցուցաբերել եւ իր սեփական կարծիքը, սեփական դիրքորոշումն ու տեսակետն է հայտնել, ու այստեղից գնում ենք դեպի էսսե։ Այս սրա համար է, որ էսսեն այսօր կարևորված է, որտեղ էսսեում դու լրիվ քո կարծիքը, քո պնդումն ես առաջ քաշում, քո մոտեցումները, քո վերլուծություններն ես տալիս։ Լավ, չխանգարեմ, ուղղակի այս պահին չէի կարող դրան չանդրադառնալ, շարունակիր։ Շատ ճիշտ էիք ասում։ Հաջորդ կետերից ընդունված տեսակետերն են, երբ որ հիմնականում մեկ կամ մի քանի ընդունված տեսակետեր կան, եւ եթե այդ տեսակետերին չենք համապատասխանում կամ ինչ որ հակառակ ինչ որ բան ենք ուզում ասել, հաճախ դա լավ չի ընկալվում նաեւ աշակերտների կողմից մնացած։ Օրինակ պատմության ժամերին կամ չգիտեմ հասարակագիտության եւ այլ ժամերին, երբ որ տարբեր տեսակետեր կարող են լինել իրոք, այդ դեպքում առաջանում են նման խնդիրներ, հետո վաղ սխալներից եւ դրանից եկող արդեն ռիսկերից խուսափելու խնդիրը, աշակերտները շատ են վախենում սխալվելուց, ինչը իրականում ճիշտ չի, որովհետեւ սխալվելը նաեւ ուսուցման, սովորելու մի մաս է կազմում, եւ երբ որ սխալվում ենք, վախենում ենք սխալվելուց, արդեն սկսում ենք ռիսկի չդիմել, ինչը շատ վատ է։ Հաջորդ ամենատարածված խնդիրներից մեկը, որ բոլորիս մեջ կա եւ այն շատ դժվարությամբ ենք հանելու, անգիր սովորելու մշակույթն է։ Ընդհանրապես ցանկացած ուսանողի կամ աշակերտի կյանք քննությունից թեմատիկներից առաջ ինչպես է լինում, թեստ գրելու նախորդ գիշերը բացում են բոլոր այդ կիսամյակի կամ թեմաների դասերը բացում են հարյուրավոր էջերով ու սկսում են կարդալ, այնքան են կարդում, մինչև սկսում են բառ առ բառ հիշել կամ թեմաների նախադասություններով հիշել։ Հաջորդ օրը գնում են քննության կամ թեմատիկ գրելու, գրում են, ստանում են գնահատականը, բայց հաջորդ օրը մոռանում են արդեն։ Կամ գրականության անգիրները սովորում ենք, այդ օրը ասեցինք, հաջորդ օրը մոռանում ենք։ Շատ է լինում այսպես, ես որպես աշակերտ եմ ասում, անգիր սովորելը մեզ տալիս է, զարգացնում մեր հիշողությունը, բայց չի տալիս հնարավորություն, որպեսզի մենք մտածենք, խորանանք, թե ինչու այսպես եղավ, ինչու այսպես չեղավ։ Ամեն դեպքում հաջորդ խնդիրը միատեսակ գնահատման խնդիրն է, սա ավելի շատ էլի ավանդական կրթական համակարգում էր հայտնի, երբ որ երեխաներին միատեսակ էին փորձում գնահատել, բայց հիմա դա քիչ-քիչ դուրս է գալիս, որովհետև Ընկեր Խաչատրյան։ Ես էլի պիտի հակառակվեմ, քանի որ այսօր սուր քննարկումների օր է, ես ուզում եմ մի փոքր այս անգիրի մասին անդրադառնալ, Տաթև ջան, իհարկե կուզենամ, որ մեր մասնակիցներից էլ անպայման կամ ինձ հակառակվեն, կամ համակարծիք լինեն, արտահայտվեն, անգիր սովորելու խնդիրը այսօր մենք ունենք, այո, գրականության ժամին, եթե երեխուն տալիս ես անգիր անել, ինքը անմիջապես հարցնում է, բայց դա իմ ինչին է պետք, չէ, ինչի համար ես դա պետք է անգիր իմանամ։ Ես համաձայն եմ քեզ հետ, որ անգիրը մարզում է մեր միտքը, մեր հիշողությունը, մեզ հնարավորություն է տալիս, որ մենք մեր միտքը մարզենք, անգիր անենք եւ այլն, բայց եթե ես որպես ուսուցիչ երեխուն հանձնարարեմ միայն անգիր անել, դա կլինի ինքնանպատակ եւ նույնիսկ աննպատակ, հա, մի հատ ընդհանրեն ուղեղը մարզելու համար, այդ անգիրը այսօր սովորեցիր, վաղը մոռանալու ես։ Բնականաբար մոտեցումը պետք է լինի այն, որ անգիրը սովորելուց հետո այդ քո ասած հարցերը պետք է տրվեն։ Ինչ էր ուզում սրանով ասել այս բանաստեղծը, ինչ ուղերձներ էր տալիս, ենթատեքստը, տողատակը բացենք, քանդենք, դուրս բերենք, մի հատ հասկանանք, լավ անգիր արեցինք, այս անգիր ենք անում կյանքում, մեզ որտեղ է սա պետք գալու, այսօր ես ինչ որ Միք Թումանյանի քառյակը, ինչ որ մեկը անգիր արեցի, սա ինձ ինչ է տալու, ես այստեղից ինչ եմ սովորելու, այսինքն եթե դուք դասանում միայն անգիր եք անում, ես համաձայն եմ, որ դա դառնում է ոչ ճիշտ մոտեցում, բայց երբ որ անգիր
անգիրին զուգահեռ, օրինակ ես գիտեմ ուսուցիչ, որ վիճաբանել եմ նաև այդ ուսուցչի հետ, ասում այս երեխեքին ասել եմ 10 քառակ սովորեք, քանի հատ քառակ սովորեք, այդքան գնահատական կստանաք։ Արդյոք սա ճիշտ է։ Հա ես լավ անգիր անող եմ, կգնամ 10 հատ քառակ կսովորեմ, չեմ էլ հասկանա այդ քառակով ինչ է ասում Թումանյանը, կգամ 10-ս կստանամ։ Այն մեկն էլ որ շատ լավ կարող է մեկնաբանել, բայց հիշողությունը ինչի լավ անգիր չի անում, կարող է 5 հատ սովորի ու գա ինչ 5 ստանա։ Չէ՞ որ կան գնահատման հստակ չափանիշներ։ Պետք է այս չափանիշները այստեղ էլ գանք այն հաջորդ քո ասելիքը, որ գնահատումն է, չէ՞, գալիս միատեսակ մոտեցում, ինչ որ տենց մի բան կար սահիկի վրա։ Այսինքն այստեղ շատ կարևոր է, որ ուսուցիչը ճիշտ կառուցի իր դասը, ճիշտ հարցադրումներ ներկայացնի երեխեքին եւ կարողանա կյանքի հետ կապել այսօրվա պահանջները կրթության հենց դրանք են, որ անպայման պետք է մենք կարողանանք ցանկացած թեմա կապել մեր կյանքի հետ։ Անկամ երկրաչափության դաս է, հանրահաշվի դաս է, անցնում ենք եռանկյուն, այդ երեխան դիման այդ եռանկյունին իր ինչին է պետք, այդ քառակուսին իր ինչին է պետք, վաղը միսօր տանիք է նախագծելու, եռանկյուն է անելու, թե քառակուսի է անելու։ Տուն է սարքում, պիտի իմանա, չէ՞։ Այսինքն հենց կարողացանք կապը գտնել, թեկուզ անգիր անելու կապը կյանքի հետ, կարծում եմ դուք աշակերտներդ կհամոզվեք եւ մեծ սիրով այդ անգիրները կսովորեք։ Չգիտեմ, կուզենայի, ես շատ էլի չեմ խոսում, որ մյուսներին հնարավորություն տամ այս թեմայով ընդհարցակվելու, եթե կան կարծիքներ, խնդրեմ հնչեցրեք։ Ես իմ ձեռքը իջեցնեմ։ Ձեռքեր չունենք, Տաթև Ավելի ջան։ շատ հենց այս անգիր հա, ավելի շատ հենց այս անգիր սովորելու մշակույթի հետ կապված ոչ թե կոնկրետ հենց անգիր, որոնք որ անգիր են կան, օրինակ բանաստեղծությունները հաստատ անգիր անելու են, ոչ թե դրանց վրայի ավելի շատ կենտրոնացած, այլ նրա, որ աշակերտները իրենք պատմողական դասերն են անգիր անում կամ այն դասերը, որոնք պետք է հասկանալ անգիր են անում։ Այդտեղ ավելի շատ խնդիր է։ Այո, դա էլ կա, որ շատերը այո լավ անգիր են անում, գալիս են առանց հասկանալու ներկայացնում են, բայց այստեղ էլ շատ կարևոր է ուսուցչի գործոնը, չէ, որ ինքը կարողանա արդեն տվյալ պահին հասկանալ, այս երեխան անգիրով է ասում, թե հասկանալով եւ տարբեր հարցադրումներով, ոչ թե միայն ստուգի անգիր է ասում, թե չէ դու ասի այդպես դու անգիր ես ասում, այլ այնպիսի հարցեր տա, որ այդ երեխան այդ անգիր արածը սկսի հասկանալ, ուղղորդող հարցերով բերի այն բանը, որ այդ երեխան իր անգիր արածը այս դեպքում արդեն հասկանա, մեկնաբանի, վերլուծի եւ այդ անգիրը դառնա ոչ թե մեխանիկական, այլ արդեն տրամաբանված եւ հասկացված։ Լավ, Տաթև ջան, եթե ահա ձեռք ունենք, Քրիստինե ջան, խնդրեմ։ Բարև ձեզ Տիկին Խաչատրյան ջան, բարև ձեզ Տաթև ջան, ուրախ եմ եւս մեկ անգամ միանալու ձեզ։ Սիրով լսում եմ, անհամբեր սպասում եմ նաեւ հղմանը։ Անգիր անելու մասին եւս մի բան ասեմ, իհարկե սեփական տեսակետը, կարծիքը։ Ես հիշում եմ, որ մենք համալսարանում սովորելու տարիներին մի դասախոս ունեինք, Սամվել Մուրադյան ամբիոնի վարիչը։ Այս միջանկյալ քննությունները նոր էին մտել, մենք երրորդ կուրսում էինք սովորում։ Պիտի միջանկյալ քննություն հանձնենք, 2 միջանկյալ, դրանց արդյունքում հետո նոր ընդհանուր միավոր ենք հավաքում, 10 միավոր բանավորներ լինում, արդյունքում ստանում ենք մեր առավելագույն 20 միավորը, բայց Անվել Մուրադյանը ոչ մի կերպ գրքից դուրս բառեր չէր ընդունում։ Ինչ ուզում էիր գրեիր, քո սեփական տեսակետը, քո բառերը չէր ուզում էր գրքի բառերը, գրականության, պատմության բառերը։ Մենք էլ ինչ արեցինք, մի ամբողջ հոսքի 90 հոգի նստեց քննության, գրքերը դրեց ծնկներին ու սկսեց արտագրել, որտեղ ուրիշ տարբերակ չունեինք։ Այսինքն մենք գրեցինք գրքի բառերը, որ կարողանանք դե գերազանցիկ սովորող ուսանողներ, բնական է իրենց համար միավորը արժեք ուներ, մենք տվեցինք իրեն գրքի բառերը եւ ստացան գնահատական։ Երբեմն իհարկե ես էլ եմ դեմ, եթե աննպատակ անգիր է արվում, բայց բառապաշարի հարստացման համար, Տաթև ջան, ես մտածում եմ, որ երբեմն բաներ կա, որ մենք պետք է անգիր սովորենք, որպեսզի մեր բառապաշարը հարստանա։ Ժամանակի ընթացքում սևակի, չգիտեմ, թեկուզ եւ դասագրքի ինչ որ մի լավ հատվածի բառերը դառնալու են մեր սեփականությունը։ Մենք չենք հիշելու, որ դա ինչ որ մի տեղից ենք վերցրել, բայց կհիշենք, որ այդ բառապաշարը, այդ բազան մենք ունենք։ Անգիր, հա, ես մի բան էլ ասեմ, նույն Սամվել Մուրադյանը, երբ որ մեզ արմատայի գրականություն էր դասավանդում, ինքը մտնում էր լսարան, ամբողջ Սիամանթո, Դանիել Վարուժան, անգիր ասում դուրս էր գալիս, հոգիներս մի տեսակ լցվում էր։ Բաներ կա, օրինակ ռետորների, չէ, ճարտասաների համար շատ կարևոր է խոսքը։ Նայած թե խոսքը ինչպես են պտտում։
Եվ ընդունում եմ, եթե ինքնանպատակ չի լինում, եւ չեմ ընդունում, եթե երեխան առանց հասկանալու անգիր է անում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ես էլ Քրիստինե ջան, Ծավալ Մուրադյանը իմ դասախոսն էլ է եղել եւ ես շատ հպարտ ու երջանիկ եմ, որ այդպիսի դասախոս եմ ունեցել։ Մի քիչ զարմացած եմ այդ գրքային մոտեցմանը Մուրադյանի, չեմ հիշում թե մեր ժամանակ ինքը այդպիսի մոտեցում էր, չեմ կարող դա հիշել, բայց որ ինքը քայլող հանրագիտարան էր եւ ոչ միայն քո նշած ստեղծագործներ, Շիրազի Դանթեականը ծայր է ծայր, հին աստվածները ծայր է ծայր, ինքը ինչից խոսում է, ծայր է ծայր անգիր ասում է։ Ու մենք միշտ ապշում էինք, թե ոնց կարելի է այսքան անգիր հիշել, իսկապես դա բացառիկ բան է, ես ուրիշ մեկին չգիտեմ, որ այդքան ստեղծագործություն անգիր իմանա ու մեջբերումներ անի, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ, որտեղ դու իսկապես լրացրիր իմ միտքը, որ ասի ամեն ինչ չեմ ասում, թողնում եմ, որ իմ գործընկերները լրացնեն, ես հենց դա էի ուզում որ նշվեր, որ այդ անգիրները Թումանյանի քառյակները կլինեն, ժողովրդական ասացվածքները կլինեն, Շիրազի ինչ-որ մի Տերյանի կամ ինչ-որ մեկի բանաստեղծությունից հատված կլինի, թե ինչ իսկապես դրանք մեր բառապաշարն են հարստացնում, մեր մտածողությունն են զարգացնում, սիրունացնում եւ տարբեր զրույցների, բանավեճերի, քննարկումների, ելույթների ժամանակ, երբ որ մենք մեր խոսքը համեմում ենք նման սիրուն արտահայտություններով ու մեջբերումներով, առաջին հերթին մենք ենք մեզ լավ զգում, երկրորդ հերթին մեր լսարանը։ Այնպես որ պետք է անգիր անելուց էլ իմանանք ինչն ենք անգիր անում եւ հենց ինչու ենք անգիր անում։ Այս սա շատ կարեւոր է։ Գիտեք, Տիկին Խաչատրյան, ինչ մի հետաքրքիր բան էլ կար, սա էլ ասեմ, իհարկե հազար անգամ կներեք, իմ թեզի պաշտպանության ժամանակ մագիստրատուրայի ես թեզս գրում էի Չարենցի տաղարան շարքի պատկերավորման համակարգի վերաբերյալ 20 բանաստեղծությունը ծայրից ծայր, 1000 ձևով փորել էի, 1000 ձևով քանդել էի, բայց եթե ինձ իհարկե բանը իմ ընդդիմախոսը Աշոտ Տերմինասյան էր, Վահե Տերմինասյանի հայրը, շատ հրաշք են իրենք, ես չգիտեմ, իմ համար իրենք մեծություն են, ասես Քրիստինե ջան, դե գոնե մի հատ էլ հիմա տաղարանից անգիր ասա, ես միջև վերջ տաղարանի 20 բանաստեղծությունից, դե բնական է, բացի ես իմ Անուշից ու մյուսներից, ես միջև վերջ բանաստեղծությունը անգիր չկարողացա հիշեմ, այսինքն որ դու սկսում ես արդեն վերլուծել, դու համեմում ես, տողեր ես կտրում, բերում, քո մոտ արդեն այդ մշակույթն է զարգանում, որ դու ծայրից ծայր անգիր չես կարողանում անես, բայց երբ որ սկսում ես վերլուծել, միգուցե դու ամբողջ ստեղծագործությունը ծայրից ծայր ասում ես, բայց չես զգում, որ դու դա անգիր ես ասում։ Իսկ դասարանում ենք բարձր գնահատում ծայր անգիր ասողին, թե այդ բանաստեղծությունը լիարժեք վերլուծողին։ Իհարկե վերլուծել, 1000 հմտություններ ցուցաբերել, AI-ով կենթանացնել, բեմադրել, երգ հորինել, հետո վերջում նոր իհարկե անգիր սովորել։ Որ Թումանյան նման ասենք էսը որ կա, ճիշտ ես ասում, թասդ վեր, այգեկցին է, չէ, իր ճառերը համեմել առակներով, երբեմն մի լավ ասված խոսքը ամեն ինչ իր տեղն է դնում։ Այո, ճիշտ է, առապավոր ճառերի մասին ենք խոսում եւ չմոռանանք, որ մեր Տերը Հիսուս Քրիստոս եւս իր խոսքը միշտ համեմում էր առակներով, իր աշակերտներին անդադ առակներից օրինակներ էր բերում, այնպես որ շատ կարեւոր է նաեւ առակախոս եւ առածախոս լինելը։ Շնորհակալ եմ, Տաթև ջան, քո ուզածին դու հասնում ես, քննարկումը գնում է, լսենք Վիկտորիային։ Շնորհակալ եմ, նորից ողջունում եմ բոլորին, այնպիսի թեմա է ընտրել Տաթև ջան, որը լռելը հանցագործություն կլինի, մանավանդ ընթացքում, եթե լսում ես նմանատիպ կարծիքներ, վերլուծություններ, որոնք մեր սրտին մոտ են, այո, քանի որ մենք դասավանդում ենք, պետք է դրանք բուռն քննարկում ունենան աշակերտներին ավելի արդյունավետ դասեր հաղորդելու համար։ Ինչը վերաբերում է անգիր անելուն, ես ուզում եմ համեմատություն տանել մեր նախորդ սերնդին, ժողովուրդ ջան, եթե հիշում եք, նկատում եք, մեր մեծերն ավելի լավ են հիշում անգիր բանաստեղծությունները, թե Սևակ, թե Շիրազ, թե ամեն Չարենց, քան մենք, հարց է առաջանում, որն է տարբերությունը, այո։ Վիկտորիա ջան, շաքար քիչ են օգտագործել։ Ես անգիր եմ ասում։
պատկերավորը բացատրելու վերլուծության արդյունք է, թե ուղղակի մեր նոր սերնդի գնահատականի կարճման խնդիր է, թե վերլուծություններն են քիչ արվում, որ լավ չի տպավորվում, նոր անցնենք Շաքարին, հիմա չգիտեմ, այդ տարբերությունն եմ էլի ուզում հասկանալ, ինչումն է բանը, բայց հիմա իրոք շատ ընկեր Գրիգորյանն էլ որ ասաց շատ հաճելի է, որ միջոցառումների ժամանակ մեր մեծերից լսում ենք այդպիսի երկարաշունչ բանաստեղծություններ։ Ես էլ ունեմ էլի այդպիսի հարազատ, որ ոչ մի մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտություն չունի, հողագործ, բայց անգիր գիտի սևակի ցանկացած բանաստեղծություն ու զարմանք, ապշանք ու հիացմունք է արթնանում, երբ որ ինքը արտասանում է ոչ մի բառ չշեղելով եւ պահելով ամբողջ բովանդակությունը։ Դա այո, հրաշալի երևույթ է։ Իսկ ինչը վերլուծում է վերլուծականին, Տաթև ջան, ես համամիտ եմ, անպայման պիտի վերլուծվի հարցադրումների միջոցով, որպեսզի տպավորվի լիարժեք ու արդյունավետ սովորողի կողմից։ Դա արդեն հարցի ուրիշ կողմն է։ Հիմա կխնդրեի մասնագետներից կամ գործընկերներից այդ հարցին պատասխաններ, որն է այդ տպավոր համեմատումը էլի ժամանակների, որն է տարբերությունը։ Ես ճիշտն ասած ինքս կդժվարանամ ասել տարբերությունը երևի կրթական համակարգի սերնդների այդ փոփոխությունն է, մեր սերունդը շատ ավելի ուրիշ կերպ էր վերաբերվում դասին, դասապրոցեսին, ուսուցչի հանձնարարությանը, այսօրվա երեխեքը մի քիչ ուրիշ է, բայց ես իմ փորձից կարող եմ ուղղակի ասել, ես ոնց եմ արել, որ երեխեքը հեշտ են անգիր սովորել։ Ես օրինակ, եթե ինչ-որ մի ստեղծագործություն եմ անցնում, որը նպատակ ունեմ անգիր հանձնարարելու, ես առաջին դասին անգիր չեմ տալիս։ Ես նախ այդ ստեղծագործություն երեխեքի հետ բառային աշխատանքով, վերլուծության, պատկերավորման համակարգով մի հատ լավ ժողովրդի խոսքով ասած աղում ենք, երբ որ երեխեն լիովին հասկանում է արդեն գաղափարը, բովանդակությունը, բառերը, պատկերները, այն անգիր անելն այնքան հեշտ է դառնում։ Այսինքն անգիրը մնում է վերջին փուլում, վերջում նոր ինքը արդեն պատրաստ է անգիր անելու հեշտությամբ այդ անգիրը անում է։ Բայց երբ որ մենք ասում ենք այսօր տալիս եմ անգիր, վաղը կվերլուծենք, մենք այդտեղ վրիպում ենք։ Չգիտեմ, դա այն փորձից եմ ասում, ես միշտ այդ ձևով եմ արել եւ չեն դժվարացել երեխեքը անգիր անելուց։ Լսենք նաև մյուս մեր մասնակիցներին, մեր գրականության մասնագետներ հաստատ այստեղ ունենք, եթե հիմա այս տեսնեմ ձեռքեր այս պահին չունենք, հա, Սոնա ջան, լսենք քեզ։ Ողջունում եմ բոլորին, Տաթևը հրաշալի թեմա է ընտրել ու խոսքը վերաբերում է գրականությանը, ես էլ դե լինելով գրականությանը ինքս նվիրյալ, մշտապես բախվել եմ նրան, որ դասընկերներս ու կողքից լսել եմ, որ գրականության անգիրների վերաբերյալ շատ սուր կարծիք ունեն, ասում են իբրև սա ինչ իմաստ ունի, որ սովորենք, ու ես գրականության հասցեին ուղղված ցանկացած նմանատիպ մեկնաբանություն ընկալել եմ որպես անձնական վիրավորանք, ու մեթոդ եմ ունեցել ու իմ ուսուցչուհին ընկեր Մարտիրոսյանի հետ էլ ես միշտ ճակերտավոր պայմաններ եմ ունեցել, որ եթե դիպավ իմ սրտին բանաստեղծությունը, ես դա անգիր կասեմ, եթե չէ, ես կգնամ, կկարդամ, կվերլուծեմ, կգամ վերլուծությունս կներկայացնեմ, բայց անգիր անելու հետ ես էլ միշտ խնդիր եմ ունեցել։ Դրա համար ինձ թվում է անգիր հեշտ անելու առաջին պայմանը այն է, որ կարևորը դիպի քո սրտին բանաստեղծությունը դու ուղղնոցով զգաս այն, որ կարողանաս հեշտ ընկալել ու հեշտ վերլուծել։ Հիշում եմ 1 տարի առաջ կոնկրետ չեմ հիշի ում բանաստեղծություններ եւ որ բանաստեղծություններ, բայց ես այդ բանաստեղծությունը կարդացի եւ մաքսիմալ պրիմիտիվ ու հասարակ վերլուծություն ներկայացրի, ինչը եւ զարմանալի էր ինձ համար էլ, ինձ թվում է դասընկերներիս ուսուցչիս համար էլ, բայց այդ բանաստեղծությունը ուղղակի չէր դիպել իմ սրտին ու ես չկարողացա այն վերլուծել։ Ու մի խոսքով առաջին պայմանն ինձ թվում է, որ կարևորը երակներով զգալն է գրականությունը, բանաստեղծությունը։ Շատ լավ, դրան էլ եմ համաձայն, այո, դա շատ կարևոր է, որ կարդաս, քեզ գտնես այդ բանաստեղծության մեջ կամ քո սրտի մեջ իր տեղը գտնես ու կարողանաս անգիր անել։ Շնորհակալություն Սոնա ջան, տեսնենք գրականության մասնագետներ ջան, չունեք ասելիքներ այս մասով։ Ձերք չունենք, Իզաբելա Մարգարյան ջան, համեցեք։
Բարև ձեզ։ Այն հարցին, թե ինչու են հիմա դժվար սովորում, ես կարծում եմ շատ տեղեկատվություն է, այսինքն շատ տեղեկությունները տարատեսակ բնույթի պատճառ է դառնում, որ ուղեղը ավելի այսպես ասած զբաղված է լինում եւ նոր նյութը թեկուզ անգիրի տեսքով դժվար է լինում սովորելը։ Ես ինքս բազմաթիվ անգամ նմանատիպ խնդրի առաջ կանգնել եմ երեխաների եւ ծնողների հարցման պատճառով, որովհետեւ շատ հաճախ հենց ծնողն էր ասում, ախր դժվար է այս բանաստեղծությունները անգիր սովորել, ինչու են հանձնարարում երեխաներին կամ ինչու է պարտադիր հենց այդ բանաստեղծությունները, որ այդպես դժվար է անգամ ընթեռնելը անգիր սովորել, քանի բազմիցս անգամ այդ խնդիրը բարձրաձայնելուց հետո ես նորից բացատրում եի ծնողներին, որ այո, դուք կարող եք դժվարանալ, բայց երեխաները չպիտի որ դժվարանան, թեպետև երեխաների զբաղվածությունը նույնպես շատ է, տարատեսակ խմբակների են գնում հին ժամանակաշրջանում, այսպես ասած ոչ շատ հին ժամանակաշրջանում, այնքան էլ զբաղված չէին այդ տարիքի երեխաները, այսինքն հասունացման տարիքի օրինակ գտնվող երեխաները տարբեր խմբակների չէին գնում, օրինակի համար սոլֆեջոյի գրականության, որը բավականին շատ ինֆորմացիա է, տեղեկություն է պարունակում եւ զբաղեցնում է ուղեղը, եւ որքան էլ որ երեխան սովորում է, այդպես վարժ չի սովորում, որքան որ հին ժամանակաշրջանում, չասեմ, այն ժամանակաշրջանում Լյուդմիլա ջան, անգամ իմ օրինակը կարող եմ բերել, ես բավականին հեշտ սովորում էի անգիրները, երբ որ քիչ էի զբաղվածություն ունենում, բայց երբ որ արդեն ինքս մի քանի տարբեր ուղղություններով սկսեցի ինքս ինձ զբաղեցնել, ավելի դժվար ստացվեց մոտս։ Ես ճիշտն ասած էլի ձեռք ունեմ եւ ուզում եմ ինչ որ մի ձևով չհամաձայնել այդ զբաղվածության համար, ես ձեր ասած այդ հին սերնդից եմ ոչ այնքան հին, բայց հին եւ մեր ժամանակ էլ ճիշտ այս համացած բան չկար, բայց եթե ասեմ իմ զբաղվածությունը, ուրեմն ես դպրոցում սովորում էի գերազանց, դպրոցում դրուժինայի խորհրդի նախագահ էի, դպրոցից դուրս դպրոցում պարտադիր երգչախմբի էի գնում, ժողովրդիկների անսամբլում էի մասնակցում այդ բաներին, փորձերին, բոլոր միջոցառումներում կայի, պիոներ պալատում էլ գնում էի հելունագործության, շուղագործության եւ արհեստական ծաղիկների։ Այդքան զբաղված էի, բայց ես սովորում էի բոլոր անգիրները, վերլուծում էի բոլոր անգիրները, չեմ կարող ասել էլի իմ նման քանի հոգի են եղել, բայց իհարկե դա կարող է գործոն լինել։ Այո, այն ժամանակ զբաղվածությունը գուցե բոլորը չէ, որ այդքան իմ չափ զբաղված էին, գուցե իմ տարերքն էր գրականության հանդեպ, որ ես սիրում էի ու սովորում էի, այնուամենայնիվ պատճառները կարող են տարբեր լինել, այստեղ նաև չափազանց կարևոր է իմ կարծիքով պահանջը, չափազանց կարևոր է, որ մենք ճիշտ հանձնարարենք երեխեքին։ Այդ տեսեք ծնողը, որ ասում է, իսկ ինչ պարտադիր է, որ իմ երեխան այդ անգիրը սովորի։ Եկեք մենք ճիշտ ընտրենք էլի անգիրները։ Մենք գնում ենք այսօրվա մեր հանրապետության պետական չափորոշիչը մեզ ոչինչ չի պարտադրում բացի վերջնարդյունք ապահովելու որակ տալուց, կարողունակություն զարգացնելուց։ Մեզ տվել է ազատություն, ասում է, դու ես Իսահակյանը, գնա որոշի, այս ստեղծագործություններն են, գնա որոշի, ոնց ես անցնում, ինչ ձևով ես անցնում, կարևորը դու այդ վերջնարդյունքը ապահովիր։ Եթե դուք առարկայական ծրագիրը նայել եք, ոչ միտեղ գրած չէ անգիր տալ, չկա այդպիսի բան։ Մենք ենք որոշում, մենք ենք ընտրում, օրինակ ասում ես Թումանյանից քառակ, էլի քառակի օրինակը բերեմ, ես վստահ եմ, մենք ես չէ, բայց շատերս ասենք տալիս ենք, այս քառակները, ինչի երախուն տվեք, ասեք, դու այն Թումանյանի քառակները, որը սրտիդ կդիպչի, ինչպես մեր Սոնան է ասում, որը քեզ դուր կգա անգիր սովորի, ուղղակի այստեղ գիտեք ինչն է կարևոր, որ մենք ճիշտ ներկայացնենք դասանում, երեխեքի մեջ այն կայծը վառենք, ինքը ունենա հետաքրքրություն, արդեն ասես վազիտուն այդ գիրքը բացի ասելը գնամ բացեմ տեսնեմ այդ ինչ են այդ քառյակները ու կարդա ինքը ընտրի թե որը սովորի երբ որ մենք իրենց տանք ազատությունը ՀՊՉ-ի հիմքում շատ մնաց սիրուն սենց միտք կա էլի ասում է տուր ուսուցչին եւ սովորողին ազատություն եւ ինքը կդրսեւորի պատասխանատվություն եկեք այդ ազատությունը համ մենք ունենանք պատասխանատվոր են կրենք համ երեխեքին տանք ազատություն վստահ եղեք իրենք պատասխանատու վերաբերմունք կցուցաբերեն բայց երբ որ մենք իրեն պարտադրում ենք ասում են գնա այս արևմտահայերեն անգիր սովորի ինքը չի սովորելու դուք թողեք իրանց ու մի պարտադրեք ամբողջը սովորել եթե դուք համոզված եք որ դա բարդ է դժվար է թողեք իրենց ընտրությանը երբ որ թողնեք մեկ երեխեքին ասում ես
4 հատ սովորի, քիչ ես տալիս, ինքը ավելի շատ 5-6 հատն է սովորում։ Ասածս դա է, այլ եթե մենք ճիշտ մոտեցում ցուցաբերենք, ճիշտ մատուցենք, հրահանգները ճիշտ տանք, մի քիչ էս խորամանկ գտնվենք, հաստատ երեխեքը կարծում եմ կփորձեն մեզ բավարարել էլի մեր պահանջներին։ Ինչևէ, լավ, սրանք իմ տեսակետներն ու կարծիքներն էին, եթե այլ դիտարկումներ չկան, մեր Տաթևին արդեն ասենք, թող գնա էլի մեզ շատ խնդրահարույց այս գնահատումը։ Տեսնենք գնահատման մասով մեր Տաթև, բայց կուզեի ամփոփեիր այս մեր ամբողջ ասածները։ Ես էլ եմ ուզում անդրադառնամ ամեն դեպքում այդ տարբերությունների հետ կապված սերունդների իմ կարծիքն եմ ուզում արտահայտեմ։ Կարծում եմ դե գաղտնիք չի, բոլորս էլ գիտենք, որ հիմա ինֆորմացիայի պակաս չկա, մենք անընդհատ մեծ չափի ինֆորմացիայի արտահոսքի տակ ենք, իսկ ոչ վաղ անցյալում, քանի որ չկար ինտերնետ, չկային հեռախոսներ եւ գրքերն են քիչ եղել, հիմնականում ոնց են սովորել, ես եթե ճիշտ գիտեմ, օրինակ իմ տատիկը որ պատմում է կամ բան, գրքերը իրար փոխանցել են, արտագրել են ու այդ չլինելու պատճառով սկսել են այնքան անգիր անել, որ հիշեն։ Ինձ թվում է մեծամասամբ հենց սա էլ է ազդել, եթե ինչ-որ բան եք ասելու, ասեք։ Այո, անգամ արտագրել ենք, որպեսզի ունենանք ես ոչ ես ինքս էլ այդ խնդիրը ունեցել եմ։ Այո։ Ես էլ արտադրում էի, որ իմ սիրած բանաստեղծությունները առաջին առանձին անգիրների տետր ունեի, արտագրում եմ, որ իմ սիրած բանաստեղծությունները ես ունենամ ձեռքիս տակ, դե որովհետև այո համանցանց անընդհատ ձեռքի տակ չէ, որ պահին դիմես Google-ին ինքը քեզ անգիրները տա։ Լավ, անցնենք առաջ, հավերժական խնդիր է, բայց կարևորը մեր մոտեցումներն են, այն սերը, որով մենք մտնում ենք դասարան եւ ոնց ենք այդ սերը փոխանցում երեխեքին, էլ այդ շատ կարևոր է, ինչպես մեր տիկին Գայանե Մկրտչյանն է ասում, 45 րոպեի տերն ենք, ու այդ 45 րոպեն էլ պիտի այնպես անենք, որ մենք ամեն րոպեի համար լինենք պատասխանատու։ Այդ է կարևորը։ Լավ, Տաթև ջան, շարունակիր։ Համաձայն եմ ձեզ հետ։ Սոնայի ասածին էլ եմ ուզում մի փոքր անդրադառնամ, շատ ճիշտ բան ասաց, ես լրիվ համաձայն եմ ու ինքս էլ իմ մոտ էլ է տենց լինում, ես կարողանում եմ սովորեմ անգիր ինձ ստիպելով, եթե անգամ չեմ սիրում, բայց հետո մոռանում եմ, այդ տենց որ ասում եմ հաջորդ օրը գնում ասում ենք, հետո մոռանում ենք, իմ մոտ տենց է, բայց որը որ իրոք սիրում եմ, ինձ շատ հոգեհարազատ է դառնում, ես այդ հիշում եմ, համարյա ամբողջությամբ միշտ հիշում եմ, օրինակ իմ ամենասիրելի գրողներից Պետրոս Դուրյանի հայտնի լճակը ինձ դուր չի գալիս ու ես ոչ մի կերպ չեմ կարողանում հիշեմ, հա սովորել եմ, անգիր ասել եմ այդ թեմային, անցել ենք առաջ, բայց ես մոռացել եմ ու չեմ հիշում, բայց այդ նույն հեղինակի տրտունջ բանաստեղծությունը, որ իմ ամենասիրելին է ու հենց այդ բանաստեղծության համար եմ երևի թե իրան սկսել սիրել, ես այդ միշտ հիշում եմ, այդ գործոնը իրոք ազդում է։ Ու ընդհանրապես ամփոփելով այս անգիր սովորելու մշակույթի հետ կապված, ուզում եմ ասել, որ իհարկե մենակ վատը չի, ցանկացած մեթոդ էլ իր դրական եւ բացասական կողմներն ունի, ու ինչպես դուք ասացիք, պետք է ուղղակի կարողանանք ճիշտ օգտագործենք, ճիշտ տեղում, ճիշտ ժամանակ։ Տաթև ջան, մի հարց էլ տամ նոր էլի անցնենք առաջ, շատ հետաքրքիր բան ասեցիր, սովորաբար երեխեքը լճակն են լավ իմանում, տրտունջքը չէ, քո դեպքում շատ փառահեղ է, որ դու տրտունջքը լավ գիտես, իսկ հիմա հարց, գուցե դու տրտունջքը ավելի լավ ես հասկացել, քան լճակը, գուցե դա է պատճառը, որ նա լավ անգիր գիտես, լճակը այդպես էլ չես կարողանում, գուցե դա է, ասենք խնդիր, լավ չես մեկնաբանել, լավ չես խորացրել, լավ չես պատկերացրել, որովհետև հասկանալու դեպքում, եթե տրտունջքը սիրել ես, ուրեմն հասկացել ես, հիմա դա էլ վերլուծիր էլի ինքդ քեզ համար։ Շատ ուրախ եմ, փառք ու պատիվ Տիկին Ղարամանյանին, քո ուսուցչին ճանաչում եմ, ունեմ այդ պատիվը ճանաչելու, որ ինքը քեզ կարողացել է Դուրյանին սիրել տալ։ Լավ։ Տրտունջքը իրոք ինձ շատ էր դուր եկել ու ես հասկացել էի, ասենց լիովին մտել էի գրողի դրության մեջ, ամեն, այո, իր աշխարհի մտել, լճակն էլ այնպես չի, որ ընդհանրապես չեմ սիրում, բայց որ ասեմ, որ շատ եմ սիրում, չէ, երևի թե համել այն գործոնն է, որ այդ լճակը շատ հայտնի է ու բոլորը սիրում են, երևի դրա համար է, որ ես այդքան չեմ սիրում։ Կարա այդ լինի։ Չի բացառվում այն։ Շատ լավ, անցնենք առաջ, եթե այլ բաներ չկան, ասելիքներ չկան։
Միատեսակ գնահատման խնդրի հետ կապված, ինչպես ասացի, ավելի շատ էլի ավանդական կրթական համակարգում ունեինք այդ խնդիրը, հիմա քիչ-քիչ դուրս է գալիս։ Ընդհանրապես նկատել եմ, որ Հայաստանում, կոնկրետ հայերիս մոտ, եթե մենք սովորում ենք դպրոցում, լավ ենք սովորում, մենք լավ ենք սովորում բոլոր առարկաները։ Ինչը արտերկրում չենք տեսնի, որովհետև արտերկրում ցանկացած ուրիշ երկրում ինչ որ յուրաքանչյուր աշակերտ խորանում է մի ուղղությամբ, մի առարկաներով ու մնացած առարկաները ասենց էլ չի խորանում մյուս առարկաների մեջ։ Իրականում ինձ շատ է դուր գալիս այդ մեր հայերիս մոտ այդ գիծը, որ մենք բոլոր ոլորտներից գաղափար ենք ունենում, ձգտում ենք դրան, բայց կարևոր է նաև, որ հասկանանք, որ ինչքան էլ պետք է ամեն ոլորտից տեղեկություններ իմանանք, մենք բոլորս անհատներ ենք ու յուրաքանչյուրս մեր ուժեղ եւ թույլ կողմերն ունենք, մեզ հետաքրքրող եւ չհետաքրքրող առարկաներն ունենք ու միայն այն պատճառով, որ մի աշակերտ մի առարկայից լավ է, մյուսից վատ, դրանով ինչ որ գնահատել կամ վերաբերմունք ցույց տալ, սխալ է։ Նորից եմ ասում, ես հիմա այդքան չկա, ես չեմ հանդիպել ամենայն դեպս մեր դպրոցում, բայց կարծում եմ որոշ տեղերում էլի այդ ավանդական համակարգից մնացած կլինի։ Այս թեմայով եթե ունեք ասելիք, կարող ենք քննարկել։ Ես իհարկե ունեմ, բայց չեմ ուզում առաջինը ես ասեմ, չստացվի այնպես, որ անդադ ես եմ խոսում, ես կուզենայի լսել մեր մասնակիցներին նախ եւ առաջ, եկեք կլինի ես ասեմ, թե ով խոսի, կարող եմ այդ իրավունքը ինձ վերապահել, մի հատ գնամ մասնակիցների ցուցակ, եթե ձեռքեր չկան, տեսնենք հələ ում կխնդրենք, որ այս պահին արտահայտվի։ Վայ, այնքան ծանոթ մարդիկ կան հիմա ում ասեմ, Նունե ջան, խնդրեմ։ Բարի երեկո սիրելիներ, Տաթև ջան, ուշադիր լսում եմ սկզբից, անչափ հոգեհարազատ թեմա եք ընտրել, անգիր անելու մասին կարծիք ունեի, բայց քանի որ հիմա գնահատման մասին է, նախ սրա մասին խոսեմ, էլի պիտի գամ մեր սիրելի հանրակրթության նոր չափորոշչին, որը լայն հնարավորություն ձեռում, լսվում է իմ ձայնը։ Այո։ Շնորհակալություն։ Եվ այնքան գեղեցիկ են նկարագրված յուրաքանչյուր նիշի թվանշանի բնութագրիչները, որ այդ սողանցքերը փակվում են, արդեն ծիրուն սահմանված է, որևէ կատեգորիկ բան չի պարտադրվում։ Եվ եթե աշակերտը ունի բնագիտամաթեմատիկական նախասիրություններ, բայց կաղում է հումանիտար առարկաներից, պետք է դրանք չափել յուրովի։ Նա կարող է լինել փայլուն բնագետ, բայց չկարողանալ հաղորդակցական տարրական կարողություններ դրսևորել։ Չեմ ուզում զուգադրել առարկաները, չեմ ուզում ինչ-որ մեկը առավել դասել, մյուսը ստորադասել, բայց չեմ կարծում, որ մեր դպրոցներում դեռ այդքան արմատական, ավանդական ձևերն են մնացել գնահատման, որովհետև մենք ուսուցիչներս փորձում ենք քայլել նոր չափորոշչին համընթաց եւ ձեր մեջ, աշակերտների մեջ տեսնել այն լավագույնը, որ դուք ունեք եւ ամենևին պարտադիր չէ, որ բոլորը բոլոր առարկաներից լինեն բացառիկ եւ գերազանց։ Դա շատ լավ է, ցանկալի է, բայց այդպես հազվադեպ է լինում։ Դրա համար ես միատեսակ այդ գնահատման գաղափարի հետ այդքան էլ համամիտ չեմ, հուսով եմ դա այդքան լայն տարածում չունի մեր հանրակրթական դպրոցներում, իսկ եթե ունի, ուրեմն դեռ մենք ուսուցիչներս աշխատելու, սովորելու դասեր ունենք, դեռ բացեր ունենք։ Շնորհակալ եմ թերևս այսքանը։ Շնորհակալություն Նունե ջան, տեսնենք ուրիշ ինքնակամ արտահայտվողներ ունենք, թե չունենք։ Չէ, ոչ մեկը չունենք։ Թեքրիկ ջան, որ խնդրեմ, վաղուց չես խոսել, քո կարծիքը կարելի է լսել։ Բարև բոլորին, ներողություն եմ խնդրում, որ տեսախցիկը չեմ միացնելու, մի փոքր անհարմար է տեղս, բայց կարոտած միացել եմ այսօր
Իհարկե հիացած եմ նաև մեր աշակերտների խոսքով, իրենց մտածելակերպով, համարձակությամբ նաև, ես նաև հիշեցի ինձ, որ տրտունջքը ոնց մի շնչով այս ժամանակ անգիր չէր պահանջում, բայց մի շնչով ես էլ եմ անգիր արել ու շատ հաճախ, երբ որ որպես ուսուցիչ մտել եմ դասարան ու եղել են աշակերտներ, որ դժվարացել են, զարմացել եմ նաև ու փորձել ենք հասկանալ եւ շատ աշակերտներ հետո նաև ասել են, որ տրտունջքը շատ ավելի սիրեցին, ինչպես դուք ասացիք, լճակը շատ ավելի հեռվացավ իրենցից։ Չգիտեմ, գուցե նաև մեր դերակատարումն է այստեղ մեծ, որպես ուսուցչի, գուցե նաև մեր ներսի զգացմունքներն են, որ աշակերտը այս կամ այն հեղինակին սիրում կամ չի սիրում, կամ բանաստեղծություններ դժվար, որ սովորում է հեշտությամբ, կան այնպեսիները, որոնք շատ հեշտ են, բայց դժվար են սովորում, գուցե նաև մեր գործոնը կա, ես չգիտեմ ինչ ասեմ, մտածում եմ, որ անկախ ամեն ինչից անգիր սովորելը պարտադիր է եւ կարեւոր, որովհետեւ մեզ է հարստացնում, երբ որ մենք հավաքված ենք փոքր կլոր սեղանի շուրջ, մենք նաև համեմում ենք, չէ, աղի նման մեր գեղեցիկ ասմունքով, մեր կարողություններով, նաև, չգիտեմ, ինձ թվում է, որ այնուամենայնիվ անհրաժեշտ է, որ մեր աշակերտները հասկանան, որ կան ստեղծագործություններ, որոնք անգիր պիտի իմանան։ Եվ մի բան էլ, այն ժամանակ մենք նաև արձակ ստեղծագործություններից հիշում եք, չէ, հատվածներ էինք անգիր անում, Բակունցից, Նարդոսից, ալպիական մանուշակը հիշում եմ դասը կերներով մրցում էինք, թե որը շատ հատվածներ պիտի ասի և մեկնաբանի այդ հատվածները։ Այնպես որ ինչքան էլ նոր ժամանակները և նոր չափորոշիչը իր պահանջներն է դնում, բայց կարծում եմ, որ անգիր սովորելը երբեք չի հետնահանջ ունենալու։ Ինչ ասեմ, հիացած լսում եմ։ Մենք ուզում ենք գնահատման մասին, Թեքրիկ ջան։ Գնահատման մասին ասեմ, բնավ մենք չենք կարող եւ ոչ մի ժամանակում էլ ես մինչեւ այս նոր չափորոշիչը հին չափորոշով անցած ժամանակ եւ որպես աշակերտ եղած ժամանակ երբեք չեմ հասկացել միատեսակ գնահատականի խնդիրը։ Իրականում ես կողմ եմ ոչ միավորային գնահատման, միշտ եմ դրա կողմնակիցը եղել, որովհետև մենք մի ուրիշ գնահատականի մասին պիտի հասցնենք մեր աշակերտին գիտելիք, ինքը իրեն գնահատելու կարողություն ունենա։ Այս նոր համակարգի գնահատման մեջ շատ հակասություններ կան, ինչու, որովհետև մենք դեռևս չենք ամբողջացրել մեր մեջ այն պահանջը, որ դնում է չափորոշիչը։ Եթե մենք գանք գրավոր աշխատանքի կամ ընդհանրապես գնահատման այն եռաստիճան, չէ, հայտորոշում ձևավորող ամփոփիչ եւ ընդհանրապես գնահատում հասկացությանը մենք որպես ուսուցիչ դեռ չենք պատկերացնում ինչ ճանապարհով պիտի հասնենք դրան։ Երեխեքին ուղղակի պիտի հասցնենք ինքն իրեն գնահատելու կարողությունը, որն ամենակարևորն է ինձ համար։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ինքն է իր ուսուցիչը, ինքն է իր դատավորը, ինքն է իր սխալը տեսնողը եւ այդ սխալը ուղղողը։ Եվ եթե ես միշտ աշակերտներին եմ իմ ասում, եթե դուք ձեզ բարձր գնահատեցիք, եթե ձեր խոսքը ինքներդ լսեցիք եւ հավանեցիք, հավատացեք, որ մենք էլ ենք հավանելու։ Չգիտեմ, եւ բնականաբար, երբ խոսքը վերաբերում է օրինակ աշակերտը երբ չի կարողանում ինչ-որ բան սովորել եւ այս գնահատման մասին եմ էլի ասում, երբ աշակերտը չի կարողանում ինչ-որ բան սովորել եւ դու ասում ես դու չես կարողանում, դու ի վիճակի չես, դա այդ արդեն աբսուրդ է։ Դա անթույլատրելի մեղք է ուսուցչի կողմից գործած։ Յուրաքանչյուր աշակերտ ունի թևեր եւ կարող է լավ սովորել, լավ նկարել, լավ ասմունքել, լավ երգել, ամեն մեկը իր կարողություններն ունի ու այդ բացահայտել է պետք նաև։ Չգիտեմ,
Շնորհակալ եմ Թեքրիկ Այսքանը ջան, երևի Գոհար ջան։ հա, Ես էլ եմ շնորհակալ եմ շնորհակալ։ շատ, որովհետև շատ տեղերում ասեցիր են ինչ որ ես կուզենայի ասել, այն ժամանակ երբ որ ներողություն ձևավորող գնահատումը դեռ չկար, ես միշտ մտածում էի գրականության ժամին ախր ո՞նց գնահատես երեխուն, չափելիությունը որտեղ է, որ դա լինի օբյեկտիվ, կամ ի վերջո գրականությունը հո առարկա չի, ինձ համար գրականությունը եղել ու մնում է արվեստ, իսկ արվեստի դեպքում գնահատականներ դնելը իրականում ինձ համար անընդունելի էր ու միշտ ասում եմ ես որ լինեի, ես կփոխեի, ես գնահատում, մեկ էլ եկավ այս չափորոշիչը բերես ձևավորող գնահատումը ու հիմա շատ ավելի այո կարևոր է, երբ որ մենք երեխան երբ որ ասում է ես այսօր ինչ եմ ստանում, ես իրան ասում եմ արի մի հատ հասկանանք դու այսօր ինչ ես սովորել, հա, դու այսօր ինչ սովորեցիր, ինչ ձեռք բերեցիր, ինչ կարողացար, այդ է կարևոր, ոչ թե դու ինչ ես ստանում, այդ ստանալ հետո կյանքում դու կստանաս, դու տարբեր ձևերով այդ ստանալու պահը կհասկանաս, բայց հիմա շատ կարևոր է, որ դու գնահատես, թե ինչքանով էր կարևոր այն ինչ որ սովորեցիր եւ ինչքանով է դա քեզ պիտանի լինելու։ Այս մասով ես էլ համամիտ եմ գնահատման ձևերի հետ, իսկ այն բանը Տաթևի ասած, որ մենք շատ հաճախ մտածում ենք, որ մեր հայ մտածողության մեջ, հա, մենք ավելի շատ բոլոր առարկաներն ենք սովորում, քան արտասահմանում կամ աշխարհում ընդունված է։ Ես հիշում եմ, երբ մենք աշակերտ էինք, զարմանում ենք, որ մեզ ասում են, գիտեք, կարող է ամերիկացի բժիշկին հարցնեն, թե օրինակ Հայաստանը քարտեզի վրա որտեղ է, եւ այդ բժիշկը չկարողանա պատասխանել կամ Աֆրիկայի տեղը քարտեզի վրա չկարողանա ցույց տալ, ու դա նորմալ է։ Մենք օրինակ ապշում ենք, չէ, զարմանում ենք, ասում ենք ոնց թե։ Բա մարդը լինի բժիշկ ու չիմանա օրինակ Աֆրիկան որտեղ է, Հայաստանը որտեղ է, մեզ համար դա աբսուրդ է։ Այս մտածողությունը գալիս է այո դեռևս մեր ձեր ասած այն հին ժամանակներից սովետական դպրոցից, որ մենք միշտ սիրել ենք բազմակողմանի զարգացած լինել, ամեն գիտելիքի տիրապետել եւ այսօր էլի գնամ դեպի ՀՊՉ, այս ինտեգրված ուսուցումը տանում է նաեւ դրան։ Մեր ՀՊՉ-ն մեզ պարտադրում է, որ մենք դասերի ժամանակ միջառարկայական կապեր ապահովենք, այսինքն երեխեն բազմակողմանի մտածողությունը պարտադիր պետք է ունենա։ Այդ մասով Տաթև, բայց ցավով ուզում եմ նշել, հիմա Նունե ջան ձեռքդ տեսնում եմ անպայման քեզ խոսք կտամ, բայց ցավով ուզում եմ նշել, որ արդեն ես շատ բախվում եմ, վստահ եմ դուք էլ եք բախվում դրան, որ շատ երեխեք ասում են դե լավ ես գնում եմ բժշկական ինձ գրականություն ինչի՞ս է պետք կամ ես գնում եմ ծրագրավորող ինչի՞ս է պետք պատմությունը կամ հայոց լեզուն կամ ինչ որ մի առարկա այս մտայնությունը այսօր արդեն մեր մեջ ցավոք սրտի կա եթե համաձայն չեք խնդրեմ ինձ հակառակվեք ու մենք պիտի շատ կարևորենք երեխեքի մեջ կոտրենք էլի դա որ այո այսօր դու դառնում ես բժիշկ բայց ինչով է խանգարում որ դու որպես բժիշկ գրականություն իմանաս պատմություն չէ որ ի վերջո օրինակ այն մեր գիտակների ակումբը որ կա ինչ որտեղ երբ չէ թիմ ունենք բժիշկների ընտիր գիտակներ են ինտելեկտով զարգացած այդ մարդիկ գրականություն գիտեն արվեստ գիտեն մշակույթ գիտեն ճարտարապետություն աշխարհագրություն եւ այլն բա ինչի գիտեն տարբերվում են հասարակության մեջ իրենք ընդգծվում են այսինքն այո դու խորացիր քո մասնագիտության մեջ բայց լիարժեք քեզ զգալու համար դու պետք է բազմակողմանի քո զարգացածությունը ապահովես Նունե ջան շատ չխոսեմ մի քիչ էլ քեզ տեղ թողնեմ խնդրեմ Շնորհակալ եմ ընկեր Խաչատրյան ջան, իրականում ձեզ հետ համակարծիք եմ լիովին կիսում եմ ձեր միտքը, ցավոք սրտի, այո, այսօր հանդիպում ենք հատկապես ավագ դպրոցի սովորողների, որոնք տարանջատել են իրենց այսպես կոչված պետքական եւ ոչ պետքական առարկաները, բայց նորից պիտի թակենք ՀՊՉ-ի դուռը եւ ցույց տանք երեխեքին, որ բոլոր առարկաները միասնաբար են մեկ ամբողջություն կյանքի համար չկան առանձին առարկաներ, կան որպես այդպիսիք, բայց դրանց գաղափարական բովանդակությունները աղերսներ ունեն միմյանց հետ, որոնք կյանքում մեզ անպայման պետք են գալու։ Եվ ցավալի է, որ հաճախ ուսուցիչների կողմից էլ ենք լսում, ասում է կադե կարևոր առարկաները։ Ինձ համար միգուցե կարևորը չգիտեմ մաթեմատիկան է, բայց այն երեխայի համար արվեստն է, որ վաղը պիտի դառնա հայտնի արվեստագետ։
Եվ ուզում եմ ասել նաև մեր հասարակության մեջ արմատացած այդ խորհրդային տարիների ժառանգած տասնամյակների համակարգային սխալ մտածողությունը դեռևս կենսունակ է, ապրում է, երբ որ տուն են գալիս երեխաները եւ մեր ծնողներից շատերը ասում են այսօր ինչ է ստացել, այդպիսով երեխայի մեջ դաստիարակելով այդ ստանալու գաղափարը, թվանշանի գաղափարը եւ եթե երեխան հանկարծ անգիր ասելիս վրիպել է եւ չի ստացել ճակերտավոր այդ 9-10-ը, արդեն կարող է տանը արժանանալ քննադատության եւ այդ ստանալու ոչ թե սովորելու գնահատումը արժևորումը մեր հասարակության մեջ արմատացած է, որի պայքարի մեջ մենք ուսուցիչներս պիտի մեծ ջանքեր թափենք, ես էլ եմ ձեզ նման ասում, իսկ ինչ է սովորել այսօր, իսկ եթե հանդիպեիր օրինակ նույն Պետրոս Դուրյանին ինչ կասեիր, հենց այդ հարցադրումից պարզ է դառնում այդ երեխան Պետրոս Դուրյան հասկացել է, թե ոչ, թե լճակը մեխանիկորեն վերարտադրել է եւ մեր Տաթևի ասած վաղը չի հիշելու, շատ կարևոր է, որ մենք բովանդակությանը ուշադրություն դարձնենք, մենք դետալների վրա ենք կենտրոնանում, բայց սա մի ամբողջ փազլ է, եթե մենք ուշադիր լինենք, մենք կտեսնենք այդ կապերը ուղեղի նեյրոնային կապեր կստեղծենք բոլոր առարկաները ինտեգրելով միմյանց հետ ինձ թվում է պետք է այդպես նայել եւ այդ արմատացած ինչ է ստացելը փորձենք արմատախիլ անել մեր միջից հատկապես ծնողական համայնքն է շատ նպաստում դրան շնորհակալ եմ Նունե ջան շատ շնորհակալ եմ ելի մի հատ արձագանք տամ քո ասածին հատկապես ուսուցչի իր առարկան կարևորելու մասով շատ ճիշտ դիտարկում է, որովհետև այո, երբեմն ուսուցիչներն իրենք էլ չէ, առաջնային երկրորդական առարկաների են բաժանում, բայց շատ կարևոր է, թե դու ինքդ ինչպես ես վերաբերվում քո առարկային։ Մենք մի ուսուցիչ ունենք, տեխնոլոգիայի մասնագետ է, եւ գիտեք ինչքան խիստ է վերաբերվում իր դասին, երբեք չի մտածում դե լավ տեխնոլոգիա էլի չէ, իմ առարկան ամենակարևորներից ու կապում է կյանքի հետ։ Բա դու վաղը մյուս օր տանը հարս ես դառնալ, դու մի կոճակ կարել չիմանաս կամ այս ինչ բանը պատրաստել չիմանաս, ու սենց օրինակներով իր դեպքում տեխնոլոգիան թիվ 1 առարկան է։ Ու ես մասնագիտական կողմնորոշում եմ դասավանդել 1 տարի անցյալ տարի, այս տարի տենց չեմ ունեցել ժամեր, ինչևէ, եւ ես մտել եմ դասարան, ասել եմ դուք միշտ հիշեք, սա ամենակարևոր առարկաներից մեկն է։ Բոլորն են կարևոր, հանկարծ սա անկարևոր չդիտեք, որովհետև մարդը կյանքում ունի 2 ընտրություն, որ պիտի այնքան ճիշտ անի այդ ընտրությունը, որ ամբողջ կյանքում պիտի ապրի այդ ընտրության հետ։ Մեկը կողակցի տես ընտրում ամբողջ կյանքում հետ ապրում ես, մեկը մասնագիտությունը տես ընտրում ամբողջ կյանքում հետ ապրում ես, երկուսն էլ պիտի սիրես։ Նշանակում է այս առարկան շատ կարևոր է, ի վերջո 12 տարի գնում ենք դպրոց, որ վերջում մասնագիտություն ընտրենք։ Այսինքն յուրաքանչյուրս մեր դասավանդած առարկայի դեպքում պիտի առաջին իսկ օրվանից այդ կարևորումը տանք, որ երեխեն հասկանա, այս մեկը սրանով է կարևոր կյանքի համար, այն մեկը նրանով է կարևոր կյանքի համար, ամեն առարկա իր կարևորությունը ունի այդ երեխու կյանքում։ Դրա համար նորից ՀՊՉ-ն մեզ հուշում է, պարտադրում է, որպեսզի մենք միշտ կապերը բերենք, երեխեն կարողանա ֆիլտրի իր կյանքով, երեխեն կարողանա ցանկացած գիտելիք ամեն օր ստացած գիտելիքը կապի իր կյանքի հետ ու կարևորի։ Բայց չի ասում գիտելիք հմտություն արժեք դիրքորոշում։ Այս 4-ն էլ պետքա դասի, ինքը գիտելիքը տվեցինք, հմտությունը զարգացրինք, պիտի ինքը նաև կարողանա արժևորել իր ձեռք բերած գիտելիքը եւ իր դիրքորոշումը ունենալ այդ գիտելիքի հանդեպ։ Այս դեպքում մենք կունենանք այն անհատները, այն շրջանավարտները, որոնք պահանջվում են, որ մենք ունենանք ըստ ՀՊՉ-ի վերջնարդյունքների։ Շնորհակալություն քննարկման համար, ահա։ Եթե թույլ տաս Գոհար ջան, մի բան էլ ասեմ ու էլ կարգը չեմ խանգարի։ Չէ, սիրով։ Տեսեք, ես այս 2 տարվա ընթացքում երբ ուղղակի նաև պիտի մասնակցեի տարբեր դասարանների ծնողական ժողովների, հասկացա, որ ՀՊՉ-ի պահանջը ոչ ուղղակի կերպով, բայց պիտի հասցվի նաև ծնողին։ Եվ օրինակ այս տարի օգոստոսից արդեն որոշում եմ կայացրել, որ սեմինարների շարք պիտի անեմ ծնողների հետ, որովհետև այն մտածելակերպը մենք որպես ուսուցիչ ունենք եւ մեզ
այսպես բռնեցնում ենք այդ սխալի մեջ ու փորձում ենք շտկել մեր սխալը, գնահատման մասով եմ ասում, ծնողը դա չի անում ցավոք սրտի եւ ելի այն պահանջը, որ դրվում է երեխայի առջև, իսկ ինչի չստացար, այն մեկը ստացավ, դու չստացար, տես ընկերուհի տես արեց, դու չարեցիր, պիտի հասցվի նաև ծնողին, որպեսզի մտածելակերպը փոխվի եւ մեր համար մեկ խնդիրը պիտի այս պահին լինի ծնողը, որովհետեւ ընտանիքում երեխայի վրա անմիջապես ազդող լծակը դա ծնողն է եւ երբ ինչ որ կետի կհասնենք այն դեպքում, երբ կարողանանք նաև փոխել ծնողի մտածելակերպը ամենայն հարգանքով բոլոր ծնողների նկատմամբ էլի ես ասում եմ 19 դասարան ունենք եւ գրեթե միշտ լինում եմ ծնողական ժողովներին ես հասկացա տարվա ընթացքում ուղղակի երկրորդ հերթը ինձ շատ խանգարեց այս տարի այդ իրագործել եկող տարվանից արդեն նոր դպրոցում շատ ավելի հեշտ կլինի ծնողների հետ պարտադիր է սեմինարների շարքը նոր ՀՊՉ-ն հասցնելը ծնողին եւ այսօրվա աշակերտը, որ ամենևին մեզ նման չի եւ շատ ավելի խելացի եւ շատ ավելի ուժեղ է եւ շատ ավելի գիտակից է, պիտի կարողանանք ուղղակի ճիշտ ճանապարհի վրա դնել այդ երեխային, որպեսզի ինքը իրեն գտնի։ Իսկ դրա համար պետք է սկսել ծնողներից։ Այո, ես լրիվ համամիտ եմ ասեմ ինչու նաեւ ուղղորդեմ ոչ թե սպայն ինքնագովություն, այլ ուղղակի այսպես հուշում անեն, որ ձևավորող գնահատման դեպքում կարող ես օգտվել 10-րդ դասարանի 10 եւ 11-րդ դասարների համար ձևավորող գնահատումը հարստեզի գրականության դասաժամերին 10-րդ 11-րդ դասարներում ուղեցույցներ են գրել ես կարծեմ 11-իններ իմը թե արդեն չեմ հիշում որ դասարներ Գրիգորյան Գոհարը 10-ը ես 11-ը Այդտեղ հենց ծնողների մասով անպայման կգտնես համապատասխանյութը եւ կարծում եմ օգտակար կլինի սեմինարը վարելու համար։ Այնպես որ գզնակում տեղադրված է on-line տարբերակը կա, վերցրեք, այդտեղ մենք էլ ենք, ես էլ եմ անդրադարձել այդ թեմային, որ ձևավորող գնահատումը չի կայանա, քանի դեռ մենք ծնողական համայնքին եւս չենք բացատրել, թե ինչ է ձևավորող գնահատումը։ Սա ուղղակի հուշում, որ կարող եք այդ ուղեցույցներից էլ օգտվել եւ շատ կօգնի կարծում եմ։ Վիկտորիա ջան, լսում ենք ձեզ։ Ահա, շնորհակալ եմ։ Ծնողների մասով որ ասում եք, ճիշտ է, ես շատ համամիտ եմ այս ՀՊՉ-ի ձևավորող գնահատման ամփոփիչ գնահատման, ինչպես նաև հայտորոշիչ բոլոր փուլերին գնահատումների, քանի որ դրանք են տալիս ուղղորդում երեխան իր որակը իմանալու համար, ծնողը տեղեկանալու երեխայի որակների համար, քանի որ բառ առ բառ ասվում է, թե ինչն է թերանում, ինչն է լավ ստացվում եւ համեմատություն բնականաբար չի տանի արդեն կարծրացած եղանակով մի երեխայի գնահատականի իր երեխայի հետ հակառակը կասի ուրեմն դու թերացել ես կարդալուց դու թերացել ես գրավոր աշխատանքներում արդեն հստակ կիմանա եւ այդ տարբերությունը չի դրվի Միայն ժողովուրդ ջան, դրան ինձ թվում է ժամանակ է պետք, քանի որ կան ուսուցիչներ, ովքեր չեն համաձայնում այս վիճակի հետ, ասում են, որ գնահատականը ամեն դեպքում խրախուսում է երեխաներին, նրանք ընկնում են արդեն պայքարի մեջ, մրցակցության մեջ, որը նույնպես խթան է սովորելու համար, չնայած ասում ենք ժամանակ է պետք եւ ուսուցչի եւ ծնողի եւ աշակերտի համար, որպեսզի այս ՀՊՉ-ն իրենք հասկանա եւ դրա արդյունավետությունը գնահատեն հիմա կան ուսուցիչներ, ովքեր մինչև հիմա վիճաբանում են, ավանդականին են ուզում տրվեն եւ այդպես իրենց մեթոդը պահելով ուզում են երեխաներին ոգևորեն, բայց իրոք ես դրա բացասականն ավելի շատ է քան դրականը։ Դրականը այս ՀՊՉ-ի գնահատումն է իհարկե, որը ես կիրառում եմ եւ իմ դասարանի արդյունքով կարող եմ փաստել, որ մեծ արդյունք է տվել, քանի որ հեշտ է ինձ համար տարական դասարաններում է եւ դեռ ծնողները սովորած չեն այդ գնահատա ու ոչ էլ տեսան ինչը բանա գնահատականը, քանի որ չեն գնահատվել։ Այ հիմա իրենց մոտ հեշտ կլինի մինչև վերջ ձևավորել, իսկ որ կեսից փոխվեց, մի քիչ բարդ է, էլի։ Դրա համար մեզ որոշակի ժամանակ է պետք այդ ՀՊՉ-ն ներմուծելու ծնողների գիտակցության մեջ եւ աշակերտների մեջ։
Այո, ես ձեզ հետ լիովին համաձայն եմ, այդ ձեր երեխաները, ովքեր ի սկզբանե չեն գնահատվելու, այլևս չեն գնահատվելու, իրանք հրաշալի արդյունք են ցուցաբերելու։ Պարզապես այն երեխեք, ովքեր օրինակ մինչև 7-րդ դասան գնահատվել էին, 5-րդ կիսամյակից ստացել էին եւ հիմա էլ մի պահ գնահատվեցին, հիմա էլ չեն գնահատվում, այդ երեխեքի համար արդեն դժվար է։ Ավագ դպրոց եկած երեխեքը միևնույնն է, իրանք սպասում են միավորի։ Բայց ինչպես գիտենք, ցանկացած բարեփոխում, ցանկացած նորություն ժամանակ է պետք, որ հասնի իր նպատակին եւ դրանում մենք ուսուցիչներս պետք է շատ մեծ դերակատարում ունենանք, ներողություն ոչ թե սվիններով ընդունենք, ինչպես դուք նշեցիք, ավանդապաշտ հատկապես ուսուցիչները, ես չեմ ուզում իմ կարծիքը այս պասին ասեմ, այս պահին ասեմ, որ որևէ մեկի չնեղացնեմ, բայց ոչ թե սվիններով ընդունենք, այլ ընդհանրապես ընդունենք, փորձենք հասկանալ ու գնանք առաջ։ Ես էսեի օրինակը շատ կարճ բերեմ, տեսեք, այս տարի SN Հանրապետության բոլոր դպրոցներում արդեն ոչ թե փորձարկվեց, այլ մտավ որպես քննություն ինտեգրված SN։ Եվ ես շատ տարբեր դպրոցներից հարցրել եմ կարծիքներ, այ ինչ արդյունք ունեք ձեր դպրոցում, պատկերացրեք դրականը ավելի շատ է, բոլորը փաստում էին, որ միջին որակը ապահովել են երեխեք ինքնուրույն կարողացել են ու եթե մենք համեմատենք անցյալ տարվա հետ, ասում եմ մի հատ հետադարձ հայաց գցեք, դուք անցյալ տարի այս պահին կամ թեկուզ սեպտեմբերին դուք եւ հիմա դուք որպես SAE պատասխանատու ուսուցիչներ։ Տեսեք, երբ որ կզնակով այդքան փորձնական քննություն, վերապատրաստում եւ այլն այնքան բան արվեց, հենց որ ուսուցիչները ընդունեցին, հենց որ իրանք սկսեցին այդ վերապատրաստումների մեջ մտնել, հասկանալ, փորձարկեցին, մի խոսքով ընդունեցին SN, իրենք սկսեցին դրա ուղղությամբ աշխատել եւ դա դարձավ հաջողության գրավական։ Իսկ այն ժամանակ, երբ որ ուսուցիչները դժգոհում էին, բողոքում էին, որ վայ, ինչ է, SN չէր կարելի եւ իրենք չէին հաջողելու։ Հենց որ ցանկացած բան, նույնը ձևավորող գնահատումը կընդունենք, կտանենք, կկիրառենք ամենօրյա տքնաջան աշխատանքի արդյունքում, ոչ թե մի օր անենք, երկու օր չանենք, ամեն օր։ Իսկ դա աշխատասիրություն է, դա նվիրում է, դա այն 45 րոպե սերն ու նվիրումն է, որ մենք պիտի տանք։ Դրա համար եմ ասում, չասեմ իմ կարծիքը բողոքող ուսուցիչների մասին, բայց եկեք մենք իսկապես այդ 45 րոպեն, որի համար պատասխանատու ենք երեխեքի համար, եկեք մենք այդ պատասխանատվությամբ մտնենք 45 րոպե եւ մեր արժեվ դրված պահանջը իրականացնենք, մի անգամ էլ մի ուսուցչի հետ այդպես վիճաբանեցի, երբ որ ասում էր քիչ են բարձրացրում, հատ քո ընտրությունն է։ Դու ես չէ ընտրել ուսուցիչ լինելը, դու գիտեիր, որ բարձրացությունն է այդքան է, կամ ուրեմն կամավորով, տարակարգով բարձրացրու, կամ ուղղակի թողես ասպարեզ, որտեղ այս երեխեքը մեղք են։ Մենք յուրաքանչյուրս ենք, չէ, գնանք փոքրիկ իշխան, պատասխանատու ենք այդ երեխեքի համար։ Եթե պիտի պատասխանատվությամբ տանենք այդ 45 րոպեները նվիրվենք իրանց, եկենք նվիրվենք։ Եթե չէ, կներեք, եկեք մեր աշխատանքը փոխենք, գնանք այնտեղ, որտեղ մենք այդ նվիրումը ենթադրենք չենք անելու։ Շատ լավ, Տաթև ջան, հրաշալի քննարկում գնաց, կարծում եմ հիմա կամփոփես եւ կանցնես առաջ։ Շատ հետաքրքիր էր ու շատ շնորհակալ եմ այս քննարկման համար։ Ես ի սկզբանե նախատեսել էի, որ մենք ավելի շատ քննարկում ինչ որտեղ նաև բանավեճ ենք անելու, քան ուղղակի որ ես խոսեմ ինչ որ վերջում կարծիքներ հնչեն։ Ամփոփելու համար մի քանի կետեր առանձնացրի։ Նախ երեխաների հետ կապված, որ ասեցինք հիմա իրանց մեջ արդեն մտել է քիչ-քիչ, որ եթե ես այս ուղղությամբ եմ գնալու, ուրեմն ինձ այս առարկաներն են պետք, մնացածը պետք չեն։ Կարծում եմ պատճառը, ամենամեծ պատճառներից մեկը այն է, որ այս նպատակային առարկաները, որ մտավ մեր կյանք, մեր ուսումնական դասերի մեջ, երեխաները, աշակերտները սկսեցին մտածել, որ եթե իրանք նպատակային առարկաներ են անցնում կոնկրետ, չգիտեմ, կենսաբանություն, քիմիա կամ մաթեմատիկա, անգլերեն, ուրեմն մնացած առարկաները իրանց պետք չեն։ Բայց իրանք պետք է հասկանան, որ եթե իրանք նպատակային ուսումնասիրում են այդ առարկաները, նշանակում է իրանք այդ առարկաները պետք է խորացված ուսումնասիրեն, բայց չմոռանան մյուս առարկաները, որովհետև ցանկացած առարկայից կամ ցանկացած ոլորտից մինիմալ գիտելիքներ ունենալը իմ կարծիքով պարտադիր է, դա նաև հարգանք է տվյալ առարկայի ուսուցչի նկատմամբ։ Մի հատ բանից էի ուզում խոսել, հա, մի տարածված թյուր կարծիք կա, որ ես ընդհանրապես չեմ հասկանում այդ կարծիքը ինչպես է առաջացել ու ինչի են այդպես մտածում, հետո նա երբ որ մտածում են, որ
արվեստի բնագավառի աշակերտները, ովքեր ինչ-որ կամ թեկուզ լեզուներ ուսումնասիրող աշակերտներն ավելի պակաս խելացի են, քան բնագիտական առարկաներ ուսումնասիրող աշակերտները։ Ինձ համար ուղղակի աբսուրդ է այս կարծրատիպը, ու ես չգիտեմ էլ ինչից են մտածել, որ այդ տենց է, որովհետև խելացիությունը, չգիտեմ, չի չափվում առարկաների տեսակով։ Հա, սրա հետ կապված, եթե ինչ-որ բան ունենաք ասելու այս բանի, որովհետև ինձ իրոք հետաքրքրում է, թե դուք ինչ եք մտածում այդ առարկաների հետ կապված։ Հա, մեկ էլ ուզում եի ասել, որ ցանկացած փոփոխություն, լինի դա դրական թե բացասական, մեր ուղեղը, մեր օրգանիզմը դժվարությամբ է անցալում ու այդ իր բացատրությունն ունի, քանի որ մեր ուղեղը առաջինը ընդունում է այն եւ իրան կոմֆորտ ազգում այնտեղ, որտեղ իրան ոնց որ ծանոթ միջավայր է լինում։ Ու կապ չունի այդ միջավայրը դրական է թե բացասական, եթե մենք մի անգամ արդեն անցել ենք այդ ամեն ինչի միջով, հաջորդ անգամ մեր ուղեղը կընտրի էլի այդ նույն ուղղությունը, որովհետև այդ իրան արդեն ծանոթ է։ Դրա համար ցանկացած դրական փոփոխություն մենք ցենց սուր ենք ընդունում եւ ինչպես ասացիք, ժամանակ է պետք։ Այսքան է երևի միատեսակ Ես իրականում քո հարցին պատասխանել չեմ կարող, որտեվ ինքս երբեք այդպես չեմ մտածել, որ եթե բնագիտական հոսքի երեխա է ընտրել է բնագիտական, ուրեմն խելացի է, եթե հումանիտար, ուրեմն խելացի չէ, ես երբեք այդպես չեմ մտածել, դրա պատասխանը իրականում չունեմ։ Իսկ ուղեղի մասով շատ ապրես շատ լավ բան ասեցիր, որ այո, մեր ուղեղը եթե մենք չմարզենք, չվարժեցնենք, ինքը միշտ նույն բանն է մտածելու։ Մի անգամ կարծեմ Facebook-յան էջով կարդացի, մի հետաքրքիր բան էր առաջարկվում, ասում է, եթե մենք ամեն օր նույն ճանապարհով գնում ենք աշխատանքի, մեր ուղեղը ամենևին չի մարզվում, կամ եթե մենք ամեն օր նույն խանութից ենք առևտուր անում, մեր ուղեղը չի մարզվում։ Մենք պետքա մեկ-մեկ աշխատանքի գնանք այն մյուս ճանապարհով, որ ինքը սկսի աշխատել, սենց պիտի գնամ, նես պիտի գնամ, կամ մեկ ուրիշ խանութից առնենք, որտեղ այնտեղից որտեղից միշտ առնում ենք, մենք գիտենք հացը որտեղ է, կոնֆետը որտեղ է, չգիտեմ, բաժակը որտեղ է, բայց երբ որ նոր խանութ ենք մտնում, ուղեղը սկսում է արագ աշխատել։ Այդ նույնը գնում է առարկաների մասով։ Անընդհատ պետք է այո ուղեղը մարզենք, որպեսզի ինքը ցանկացած նորության հանդեպ իր ճիշտ ռեֆլեքսները ցուցաբերի։ Նունե ջան, խնդրեմ։ Նունե ջան, ոնց որ բարձրախոսը անջատված է։ Ահա, շնորհակալություն ընկեր Խաչատրյան ջան, նախ խոսեմ աշակերտ որպես եւ հիշեմ, որ դպրոցում բոլոր առարկաները սովորում էի հավասարապես գերազանց եւ այնպես էի սովորում, որ բոլոր քննություններից 20 միավորից ցածր թվանշան չեմ ստացել, ինչու եմ թվանշանը վկայակոչում, որովհետեւ դրանցով կոնկրետ չափվել են մեր գիտելիքները եւ կարողությունները այն ժամանակ եւ ուզում եմ հիմա որպես ուսուցիչ ասել, որ ես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ եմ, բայց իմ խորին համոզմամբ մաթեմատիկական մտածողություն չունեցող, տրամաբանություն չունեցող անձը չի կարող լիարժեք հասկանալ հայոց լեզվի քերականությունը։ Այդպիսի սուր տարանջատում են անցկացրել լեզուների բնագիտամաթեմատիկական առարկաների միջև, բայց ես համոզմունք ունեմ, եթե մարդը չունի մաթեմատիկական մտածողություն, նրա համար անընկալելի է, միջև վերջ անհասկանալի է շարահյուսությունը, ընդհանրապես խոսքը որպես հաղորդակցության միջոց եւ ընդհանրապես տրամաբանական մտածողությունը, որը խիստ անհրաժեշտ է լեզուներ ուսումնասիրել։ Շատերի մոտ թյուր կարծիք կա, որ լեզուները այսպես չգիտեմ, ինչ գիտություններ են, ուղղակի անգիր ես անում եւ վերջ։ Այստեղ վստահաբար կան ուսուցիչներ եւ վստահ եմ աշակերտներն էլ այդպես են կարծում, որ լեզուներ ուսումնասիրելու համար մեզ խորը տրամաբանություն է պետք, որը զարգացնում է օրինակ մաթեմատիկան։ Եվ մի բան էլ հավելեմ, այսպես մի փոքր հպարտանամ այստեղ, մի աշակերտուհի ունեմ բժշկական համալսարանում գերազանց սովորող,
որը երբ որ ընդունվել է բժշկական եւ բժշկականի առաջին կուրսում տվել են թելադրություն, այդպես բոլորին մեծ խմբով, հաջորդ դասին ներս է մտել դասախոսը եւ աղջկան հարցրել, թե որ դպրոցից է, մտածելով, որ հիմա Երևանյան մի անվանի դպրոցի անուն է նշելու։ Աղջիկը պատասխանել է, որ Երևանից չէ եւ փայլուն աշխատանք է ներկայացրել անթերի։ Աղջիկը հիմա բժշկականի 4-րդ կուրսում է սովորում, բայց հայոց լեզվի եւ գրականության միջև հանրապետական օլիմպիադաների է ներկայացել։ Ինչու եմ սա ասում, սիրելի աշակերտներ, եւ խնդրում հորդորում ձեզ այդպիսի 4 տարանջատումներ չանել, այդպես չի լինում։ Ես լեզուներ եմ ուսումնասիրում, ինձ մաթեմատիկան պետք չէ կամ ինձ կենսաբանությունը պետք չէ, նորից եմ ասում, հանրակրթության նոր չափորոշիչը առարկաները ներկայացնում է մեծ փազլի տեսքով, որտեղ եթե չկա մեկ դետալը, պատկերը ամբողջական չի ստացվում։ Խնդրում եւ հորդորում եմ ձեզ այսպես մտածել, որպիսի ավակ սերունդը, որ դեռևս չգիտի ինչ է ՀՊՉ-ն, չգիտի մեզնից ինչ է պահանջում, գոնե ձեր վարքով, ձեր խոսքով պատկերացում կազմի, որ այդ արդիական չէ։ Նույն ջան, այնքան սրտիցս խոսեցիր, չես պատկերացնի, շատ ճիշտ դիտարկումներ արեցիր, մաթեմատիկայի մասով համաձայն եմ, ինքս իմ կյանքում այդ ամեն ինչի միջով անցել եմ, երբ որ ես էլ ավարտական դասանում էի եւ մեդալի քննություն պետք է հանձնեի, մաթեմատիկայի ուսուցիչ ինձ պարտադրեց պարապել։ Ես ճիշտ ասած այն ժամանակ մի քիչ sense վատ մտածեցի, կներեք ես բարերիս համար ասում էի փողի համար է անում, չգիտեմ ինչ, ես ինչի պիտի բանաս իրական եմ գնամ մաթեմատիկա պարապեմ, բայց ես մի 4 ամիս մաթեմատիկա պարապեցի, ի վերջո 5-ով հանձնեցի, ու միշտ մտածում էի, որ ինքը իր գումարի համար այդպես վարվեց։ Հետո անցան շատ տարիներ, դարձա ուսուցիչ, մտա դպրոց, շտեմարանների հայտ եկան, ու երբ որ շտեմարանը ձեռքս վերցրի, այնքան հեշտ լուծեցի շարահյուսության բավիղներից, այնքան հեշտ դուրս եկա, ու հասկացա հիմա օրհնում եմ իմ մաթեմատիկայի ուսուցչին, որ ինքը ինձ ստիպեց պարտադրից։ Իհարկե ես լավ սովորում էի, բայց պարապելով զարգացրի իմ տրամաբանությունը, ու միշտ երեխեքին էլ եմ ասում, որ մաթեմատիկան կյանքն է։ Եթե մաթեմատիկայի մեջ խնդիրները թվերի տեսքով են, ապա կյանքում մարդկանց ու իրադարձությունների տեսքով են։ Մենք մեր առօրյայում ընտանիքում լիքը խնդիրներ ենք լուծում, որտեղ եթե վերածենք թվերի, կտեսնենք սովորական մաթեմատիկական խնդիր է։ Այնպես որ լրիվ համամիտ եմ, եւ ինչու միայն մաթեմատիկան, ցանկացած առարկա, ֆիզիկան բերենք կապենք կյանքին, քիմիան բերենք կապենք կյանքին, աշխարհագրությունը բերենք, ցանկացած առարկա, որն էլ բերենք կապենք, կտեսնենք, որ այս պետությունը, որ այս ծրագիրը պարտադիր ստեղծել է մեր 12-ամյա կրթության համար, հո հենց այնպես չի բերել այդ բոլոր առարկաները ինչ որ ծրագրերով, ինչ որ գիտելիքներով բերել տեղադրել։ Այսինքն այդ ամեն ինչը հաշվարկված է, ու մենք պարտավոր ենք դրա նվազագույնը ապահովել։ Այնպես որ շնորհակալություն այդ սիրուն ելույթի, սիրուն խոսքերի համար։ Քրիստինե ջան, լսում եմ։ Շնորհակալ եմ Տիկին Խաչատրյան ջան, ես կիսում եմ ձեր բոլոր կարծիքները ու շատ ուշադիր լսում եմ, ինչ որտեղ նաև շատ բաներ սովորում։ Ինձ համար գիտեք, չէ, հիմա մաթեմատիկական գործողություններից ամենակարևորը կյանքում հայտարարի բերելն է։ Այդ հանդուրժողականությունը մեր կյանքում մենք մաթեմատիկայում սովորում ենք հայտարարի գալով, այսինքն ինչ ուզում ես արա, ինչքան էլ բարդ լինի, միևնույն է, դու պիտի կարողանաս փոխ համաձայնության գալ դիմացինի հետ։ Ես մեկ էլ լճակի մասին մի բան կուզենայի ասել, խոսքս ուղղում եմ Տաթևին։ Տաթև ջան, ես կուզեմ դու լճակը եւս մեկ անգամ ուսումնասիրես ու միջև լճակ ուսումնասիրելը կարդա Դուրյանի Սևակի հայ քնարերգության Վահագն հոդվածը։ Դրանից հետո նոր սկսի լճակը ուսումնասիրել, լճակի համար մի խոսք կա, Սևակն է ասում է, եթե աշխարհի բոլոր լճակները հանկարծ մի պահ չորանան, Դուրյանի լճակը բավական է, որ բոլոր լճակներին կենդանություն տա։ Ընդհանրապես ցանկացած գրական ստեղծագործություն վերլուծելուց առաջ նախ գնա դեպի այդ հեղինակի նամակները, կյանքը, կենսագրություն եւ բնական է նաեւ նրա գրած հոդվածները կամ ուրիշ հեղինակների հոդվածներ։ Գնահատման համակարգից էլ միավորային գնահատման
գնահատումը չեմ ընդունում բացարձակապես, ինձ համար գնահատման բացարձակ ձևը ձևավորող գնահատումն է։ Տիկին Խաչատրյան, շատ սիրում եմ, երբ որ երեխան գիտի, որ դա արվում է իրեն զարգացնելու համար, ինքը ամեն ինչ անում է, բոլոր պատնեշները ճեղքելով, բոլոր դժվարությունները հաղթահարելով։ Շնորհակալ եմ։ Քրիստինե ջան, ոնց եմ սիրում Ջան։ քեզ։ Վայ, ես եմ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ շնորհակալ եմ։ Եվ ես քեզնից այսօր գողանում եմ մի բան փոթորկությամբ, այդ ընդհանուր հայտարարի վերելը որպես հանդուրժողականություն, շատ սիրուներ, շատ տեղիներ, շատ լավներ, ուզում եմ քեզ ծափեր եւ սրտիկներ տակում էր, Տաթև ջան, տեսնում ես, ուրեմն մի բան ասեմ, երբ որ Տաթևը ասեց, որ սենց մի հատ թեմա են դրել, ես մի քիչ բան ընդունեցի, ասի ոնց թե ստեղծագործական մտածողությունը չի զարգացնի, գուցե դրականով դնենք, բայց հիմա հասկանում եմ ինչքան Տաթևը այդ լսեք, էլի եկանք այն բանի, որ այսօրվա երեխեքը շատ սուր միտք ունեն, շատ խելացի են, իրենց պետք է տալ ազատություն, խնդրեմ Տաթևին տվել ենք ազատություն, որ ինքը ընտրի թեմա, ինքը ինչքան ճիշտ թեմայի ընտրել, շարունակիր Տաթև ջան, սիրով լսում ենք։ Շնորհակալ եմ շատ, որպեսզի շատ ժամանակ չխլենք, անցնեմ հաջորդին, Քեն Ռոբինսոնի մասին եմ ուզում մի փոքր խոսել, այս թեման ուսումնասիրելիս անհնար էր ուղղակի չբախվել Քեն Ռոբինսոնին, նա մի հայտնի ելույթ ունի TED Talk-ից, չգիտեմ, հավանաբար տեսած կլինեք, 19 տարի առաջվա երևի թե stand-up ֆորմատով էր, ու շատ հետաքրքիր էր, երբ որ ես նայում էի իր այդ ելույթը, սկզբից չէի նկատել, որ չէի էլ նայել երբ եղել, ու այնքան արդիական էր խոսում, ճիշտ է, այս ներկայիս չափորոշիչների բանի հետ արդեն չէր համապատասխանում, բայց էլի արդիական էր ինչ-որ չափով, հետո որ տեսա 19 տարի առաջվա, շատ զարմացա, որովհետև այդքան տարի արդիական է եղել այդ խնդիրը ու չի փոփոխվել։ Ինչ էր ասում Քեն Ռոբինսոնը։ Քեն Ռոբինսոնը ասում էր, որ դպրոցները սպանում են ստեղծագործ մտածողությունը։ Եթե շատ կարճ ու արագ պատմական ակնարկ տանք, կրթական համակարգը ձևավորվել է արդյունաբերական դարաշրջանում, երբ հասարակությանն անհրաժեշտ են եղել կարգապահ եւ միատեսակ աշխատողներ, այլ ոչ թե օրինակ ստեղծագործ անհատներ։ Ի սկզբանե կրթական համակարգը հենց այդ նպատակով է ստեղծվել եւ իրոք, երբ որ հենց մտնում ենք դպրոց, սկզբից մեզ սովորեցնում են կարգապահություն, հետո արդեն իսկ ճիշտ դասեր, որոնք մենք սովորում ենք, որ այս ինչը ճիշտ է, այս թեման ճիշտ է, այս բանաձևը ճիշտ է, այս սահմանումը ճիշտ է, բայց մենք շատ հաճախ չենք սովորում կամ չենք էլ անգամ հարցնում, թե ինչու է ճիշտը դա։ Իհարկե ես չեմ ասում, որ կարգապահությունը կարևոր չի, շատ կարևոր դեր ունի մարդու ձևավորման գործում, բայց ամեն դեպքում այս փաստի հետ շատ գնում էր, էլի։ Քեն Ռոբինսոնի ելույթի ժամանակ մի հետաքրքիր օրինակ էլ բերեց երեխաների հետ կապված, մի իրավիճակ էր նկարագրում, ասում էր փոքր աղջնակը, որ նկարչության էր հաճախում, ինչ-որ բան էր նկարում, իր ուսուցչուհին մոտենում, հարցնում է, թե ինչ է նկարում, ասում է, որ Աստծուն է նկարում։ Ուսուցչուհին հարցնում է, բայց ոչ ոք չգիտի Աստված ինչ տեսք ունի, ոնց ես նկարում, ու ինչ է պատասխանում այդ աղջիկը, շատ հետաքրքիր, ասում է, ուրեմն մի քանի րոպեից կիմանան։ Ու այս էլ մի օրինակ է, որ երեխաները ավելի վառ երևակայություն ունեն, սովորում են, իրենք շատ հաճախ են ռիսկի դիմում, իրենք իրենց կարծիքն արտահայտում են առանց մտածելու, բայց ամեն ինչ փոխվում է, երբ երեխան մտնում է դպրոց։ Իհարկե ոչ միշտ, բայց մեծամասն։ Շատ լավն էր օրինակը։ Ես ճիշտն ասած ինձ լսում եմ եւ զուգահեռ ինչ եմ մտածում, չգիտեմ, ինձ հետ համամիտեք թե չէ։ Ես նախանձում եմ այս գիտսանի, ոնց որ գիտուսին տարի է անցնի, չգիտեմ, շատ ապրես Տաթև ջան, իսկապես լավ ես պատրաստել, լավ ուսումնասիրել ես նյութը, այս բանը ավելացնելու բան չունեմ, մենակ այն նախանձը, չնայած էլի մերն է, մեր գիտսանն է, բայց շատ հաճելի է, որ այսքան ամեն ինչ սիրուն է, այսքան ամեն ինչ լավ է, ու կարողանում ես թեման լավ ներկայացնել։ Չգիտեմ, եթե ասելիքներ ունեն մեր մասնակիցները, լսենք, եթե չէ, այն ձեռք չունեն, կարող ես շարունակել։ Շնորհակալ եմ շատ։
Իհարկե, հուսով եմ շատ չեմ բողոքել, բայց հիմա արդեն չենք կարող չխոսել նաև դրական փոփոխությունների մասին։ Ընթացքում իհարկե խոսեցինք մեր ժամանակակից կրթական համակարգի բարեփոխումներից եւ պարզ դարձավ, որ ժամանակակից կրթական համակարգերը շեշտը դնում են ավելի շատ վերլուծողականության վրա, մտածողության զարգացման վրա, համագործակցության եւ խնդիրների լուծումներ տալու, ինչը ես իրոք նկատել եմ ու իմ օրինակով որ բերեմ, երբ որ 10-րդ դասարանում արդեն փոխվեցինք 10-րդ դասարան ու պատմության ժամերին հատկապես այդ քննարկումները, չգիտեմ, նոր չափորոշիչներով, որ մոդուլներ ունեինք, ինչ որ էսսեները այնքան հետաքրքիր էր ինձ, ճիշտ է, շատ դժվարությամբ հարմարվեցինք էլի, բայց շատ հետաքրքիր էր, երբ որ մենք ուղղակի ոչ թե սովորում էինք տարեթվեր ու ասում էինք, որ այսինչ տարեթվին, այսինչ իրադարձությունը եղավ, այսինչ պայմանագիրը կնքվեց, այլ նաև խորանում էինք, թե ինչու այդպես եղավ, այդ պայմանագիրը մեզ ինչ տվեց, որոնք էին դրական ու բացասական կողմերը եւ խորանում էինք ու շատ հաճախ էլի բանավեճեր էինք անցկացնում, տարբեր տեսակետեր էինք քննարկում եւ ասեմ, որ շատ մեծ բան տվեց այդ մեզ։ Եվ իհարկե այս վերջին տարիներին մենք չենք կարող խոսել ցանկացած թեմայից առանց մատնանշելու արհեստական բանականությունը, քանի որ արհեստական բանականությունը շատ մեծ թափով մտավ մեր կյանք։ Ահա, ինչ որ հարց ունեք։ Ինձ նկատի ունեք։ Հա, որ ձեռքերի բարձրացրել։ Մի տեսակ համզուգադիպեց ԹԳՀԳ մասնակետ եմ, նախ ողջունում եմ բոլորիդ։ Հենց սկզբից անդադ ուզում եմ ինչ-որ մի թեմայի մասին արձագանքել, հաջորդ անձը խոսում էր այդ մասին, ընդհանուր մինչև իմ սիրելի տնօրենը Թեքրիկ Վարդանյան բավականին խորացավ ծնողների հետ աշխատանքից մինչև արդյունքների հասնելը ՀՊՉ-ի հղումները։ Նախ ընդհանուր զարգացման մասին կուզեմ ասել, որ ասում են, եթե դու միայն քիմիա գիտես, քիմիկոս ես, նշանակում է էլ չգիտես։ Եվ ես միշտ երեխաներին ասում եմ, ինչքան էլ որ հետ են փորձում են վանել, նույնիսկ ծնողներն են ըմբոստանում, այսինչ դժվար թեմաներ, երկրորդ դասարանից են կանցնում արդեն դե թվային գրագիտությունը, չնայած այս տարի ասել են, որ մի քիչ կթեթևացնեն, բայց ես միշտ նրանց հետ աշխատում եմ, նաև առանձին on-line եմ աշխատում, օգնում եմ, բայց լեզուն զարգացնելու համար այդ անգիր արած նյութերից կտրվելու համար շատ հետաքրքիր մոտեցում ու ուշադրություն է պահանջվում, իսկապես որ ծնողների հետ նաև աշխատանք, որովհետև հնարավոր չի առանց դրա դեռ պարզ օրինակ ասեմ, որ երկրորդ դասարանում, երբ որ ալգորիթմ թեմա ենք անցնում, հո չենք մտածում, որ նրանք պարտադիր բոլորը ծրագրավորող են դառնալու, բայց երբ դասագրքից մի հատ պարզ վարժություն են վերցնում, ասում եմ, այ օրինակ ես նախադասություն, որ դուք վարժություն եք գրել, եթե ես կատարեմ իմ գործողությունների քայլաշարը եւ հետևեմ դրան, ես կունենամ լավ արդյունք։ Ես նրանց չեմ տալիս ալգորիթմի անգիր արված սահմանումը, ասում եմ այդ նախադասություն դուք ո՞նց եք բացատրում։ Բոլորը սկսում են դրա մասին հասկանալ ու ոգևորում են իրանք երբ լավ արդյունք կունենան այդ լավ արդյունքը, որպեսզի այդպիսով նրանք հասկանան ալգորիթմ հասկացություն առհասարակ, որովհետև միայն ծրագրավորող չէ, այսօր մենք սոցիալական մեդիայի ալգորիթմերին, այ հիմա ասեցիք արհեստական բանականություն, ես շատ կուզեմ, որ ստեղծագործ մոտեցումով լինի, ոչ թե այն, ինչ որ բերում է սոցիալական մեդիան, ոչ թե այն պարզագույն հարցադրումները, որ տալիս ենք ու պրիմիտիվ պատասխան ենք ստանում, այլ մենք անպայման հակադրվելով, որովհետև AI-ը միշտ հանդուրժող է, միշտ համաձայնվում է մեզ հետ, այդպիսի ջուր կարծիք կա, բայց դա նրանից է, որ դուք ավելի զարգացած հետաքրքիր հարցադրումներ չեք անում եւ չեք ասում իրեն մի ստի կամ մի ստեղծագործի, չէ որ այսպիսի կարող ես դու ինձ հակադրել եւ այլն, շատ կարեւոր է այդ մոտեցումը եւ երեխաներին էլ նույն կերպ տրամադրել։ Հավելեմ նաև, որ ծրագրավորման ոլորտից եմ մտել դպրոց, այդ կարծիքը, որ նրանք ավելի խելացի են, քան հումանիտար հոսքի չէ, ես դեռ տեքստային առաջադրանքների ժամանակ համակարգիչների դեմ նստած երեխաներին, երբ ասում են որևէ տեքստ գրեք կամ ինչ-որ վարժություն, հա արագ անգիր գրեք, գրքից չփորեք ինչ-որ բան, տեսնում եմ, որ շատ զլանում են, մեծ մասը ինչ-որ անգիր ոչինչ չգիտի, ու երբ ես եմ փորձում, ասենք, մեր դպրոցական գիտելիքները հրաշալի են, փառք ու պատիվ մեր
գիտելիքներին տվողներին, որովհետև շատ պահանջկոտ են եղել ու ես երբեք չեմ զլացել, շատ սիրում եմ ու լավ հիշում եմ ալպիական մանուշակից, երբ որ տեքստ էի թելադրում, շրջվեցին տեսան, որ անգիր եմ ասում, ասենք շատ զարմացան, բայց այսօրվա սերունդին դու շատ հազվադեպ այսպիսի գոհարներ, ինչ որ մեկի շուրթերից կլսես, խոսակցականի ժամանակ ասում եմ ծրագրավորման խմբում նստած աշակերտը հրաշալի ծրագիր է գրում, հարց եմ տալիս, չի կարողանում բացատրի, ինչ է արել։ Ճիշտ է, նա շատ լավ ծրագրավորող դարձավ, հիմա էլ դրսում աշխատում է, մենք շատ լավ կապի մեջ ենք, բայց որպես անձնավորություն ինքը մեկուսացած, տեսակ լեզուն կապված կարծես լինի սահմանափակ, մենք չպիտի թողնենք, որ երեխաները այդպես մնան։ Անպայման բազմակողմանի զարգացումը, այս որ հիմնական առարկաներից բացի գնում է դառնում է արդեն ընտրովի նպատակային, դա դեռ չի նշանակում, որ հիմնական առարկաներին պետք է անտեսել, բա հիմնականը ինչի համար է կարևոր, որովհետև ամեն ինչից առաջ դրանք պիտի երեխաները լավ յուրացնեն, եթե լեզու չես կարողանում, միտքը չես կարողանում արտահայտես, դու էլ որտեղի մասնագետն ես։ Ասեմ նաև, որ իմ մտերիմներից մեկը, որ մաթեմատիկ է, նախագծային աշխատանքից ասեց, որ իրան օգնեն, որովհետև ինքը չի կարողանում ստեղծագործական միտք չունի, դա իր մոտ չի ստացվում։ Ինձ համար իհարկե զարմանալի էր, մանավանդ երեկ էլ համացանցում տեսա, թե մաթեմատիկների վրա ինչքան նախագծային աշխատանքներ են վաճառել։ Շատ տխուր պատկեր էր։ Իսկ նախագծային աշխատանքը շատ լավ հեռանկար է մեր բոլորի համար։ ՀՊՉ-ից ես ամենաշատը դրանով եմ հիացած, որ բոլոր առարկաների մասով գերազանց արդյունք կհասնեն, եթե ուսուցիչը կարողանա լիարժեք աշակերտի հետ խորանա եւ վերհանի նրա բոլոր կողմերով կարելի է նրան զարգացնել։ Այնպես որ անգիրով ես ասեմ նաև կամավորի մասնագիտական քննությունը շատ ավելի հեշտ եմ հանձնել, քան թափուրի համակ դրվող քննությունը, որովհետև արդեն տարիքով մտնում եմ դպրոց եւ այն ժամանակվա չափորոշիչներով արդեն 200 հարցի անգիր պատասխան սովորել այդ պահին ես դժվարանում եմ, մինչև ես դրանք իմ պրիզմայով չանցկացրեցի, ես այդ քննությունը չտվեցի, որովհետև անգիր ասված բանը ինձ համար չկա, նույնիսկ բանաստեղծություն, եթե ես շատ լավ կամ անգիր ինչ որ արձակներ է տպավորում, նույնիսկ հայրմերը ես չեմ հիշում, ես որ անգիր եմ արել, ես ուղղակի լսել եմ, հասկացել եմ ու յուրացրել եմ դա։ Մեր երեխաներից շատերն էլ որ ասում ենք բազմապատկման աղյուսակ, նրանք անգիր չեն անում։ Եթե հասկանալով չգիտեն, չեն կարողանա այդ բանաստեղծության նման բազմապատկման աղյուսակն անգամ չի կարելի ասել։ Կարծում եմ շատ բաներ կա այս մասին խոսելու, բայց այսքանը գոնե կուզեմ անպայման ուշադրություն դարձնենք, թե երեխաները, թե մեծերը եւ հատկապես ծնողներին փոխանցենք։ Շատ շնորհակալություն Համեստուի ջան, ուշադիր լսում էի ձեզ, կարծես թե մենք նաև մի անգամ մի վեբինարի ժամանակ նույն խմբում ենք, չէ, հայտնվել միասին գործնական էինք անում, շատ ուրախ եմ, որ այսօր էլ եք մեզ միացել, ձեր մտահոգությունները, մտահոգությունները այնքան լավն էին, այնքան տեղին էին, Եվ շատ կուզենամ Այտիկին Թեկուզ Վարդանյանը, որ նշեց ծնողների հետ աշխատանք, իհարկե նոր ՀՊՉ ձևավորող գնահատում այդ ամեն ինչի մասին խոսեք, ձեր դպրոցը կարծեմ միջնակարգ դպրոց է, չէ, եթե ես ճիշտ գիտեմ, թե հիմնական։ Այո, նորակառույց է, այո, հիմնական, այսինքն ձեզ մոտ եւս նպատակային ուսուցում կան դասաներում, ես շատ կուզենամ, որ մեր ծնողներից էլ է գալիս, մեր երեխեքը մեղավոր չեն։ Երբեմն ծնողն ինքն է ասում, դե լավ, քեզ համար կարևոր է, օրինակ գնալուց բժիշկ դառնաս, կարևոր է քիմիան, կենսաբանությունը լավ սովորի, դրանով ես ընդունվելու, այդ քննությունը պիտի բարձր հանձնես։ Երբեմն ծնողն էլ է էլի երեխուն դրան մողում։ Ես շատ կուզենամ, որ այդ ծնողների հետ տարվող աշխատանքներում անպայման դուք դրան էլ անդրադառնաք, ծնողների գիտակցությանը, նաև այդ բազմակողմանի զարգացած 21-րդ դարի անհատ ունենալու գաղափար իրենց մեջ էլ ներմուծեք, որ իրենք էլ, որտեղ եթե ծնողը դրա մասին մտածում է, դա փոխանցում է իր երեխային։ Ծնողից այնքան մեծ բան է կախված, մինչև մեր ծնողը չունենա այդ հավատամքը, չունենա այդ մտածողությունը, մենք մենակ երեխու մեջ չենք կարողանալու էլի դա զարգացնել։ Այնպես որ իմ խնդրանքը ձեզ, որ դա եւս
նկատի ունենաք ծնողների հետ դրա մասին եւս անպայման ինչ-որ սեմինար ունենաք եւ դրան անդրադառնաք։ Իսկ նախագծերի մասով էլի համամիտ եմ լիովին ձեզ հետ, որ նաեւ գիտեք շատ երբեմն մտածում թե ինչի օրինակ նախարարությունը չի հետևում մեսեջերին, չի տեսնում որ նախագծեր են վաճառում, բաց դասեր են վաճառում, եսի ինչեր են վաճառում, ախր չէ որ դա ուսուցչի ստեղծագործական մտքի թռիչքը պետք է լինի, ասենք այդ պետքա նախագիծը ուսուցչի ու սովորողի համատեղ աշխատանքը լինի։ Օրինակ մենք վերջերս նախագիծ արեցինք ու մի այլ բան էինք նախատեսել, լրիվ ուրիշ ընտիր բան ստացանք, որտեղ մեր երեխեքը մեզ գերազանցեցին։ Իրանք այնքան սիրուն գաղափարներ բերեցին, այնքան լավ աշխատանքներ ու մտահղացումներ արեցին, որ նախագիծը դարձավ մի հատ հրաշք, չգիտեմ, արտակարգ բան, որը շատ շուտով մենք վեբինարով կներկայացնենք, կտեսնեք թե ինչ կարևոր աշխատանք է արվել։ Այսինքն առնել նախագիծ, ես ուղղակի ապշում եմ, եկեք մենք ինքներս մեր հանդեպ խստապահանջ լինենք, մենք ինքներս մեր հանդեպ ավելի, չգիտեմ, ուրիշ կերպ մոտենանք մեր աշխատանքին ու չգնանք ուրիշի միտքը բերենք, փորձենք տեղայնացնել, մենք ուղղակի մենք այդ նախագիծը ճիշտ ղեկավարենք, աշակերտին ճիշտ ուղղորդենք։ Համեստուի ջան, խնդրեմ։ Երևի միամիտ բարձրացրեցի, ուզում եի անջատեմ, ամեն դեպքում շատ համամիտ եմ ձեզ հետ, ես նաև ավելացնեմ, որ երկրորդ դասարանի ծնողներից երբ որ բողոքեցին, ես բնութագրիչներ ուղարկեցի իրենց ու ասեցի սրանով եմ գնահատելու, իրենք խառնվեցին ու աշակերտի հետ նստեցին, սովորեցին։ Մենք ամբողջ տարին ծնողների հետ աշխատել ենք, որովհետև այն ինչը որ ներքևից է գալիս, շատ կարևոր է։ Այսքանը։ Շատ լավ, շնորհակալություն Տաթև ջան, եթե այլ ձեռք մենք չունենք, այստեղ Քրիստինեն ձեռք ունի, Քրիստինե ջան, խնդրեմ, ակտիվիստ ջան։ Մերսի Տիկին Խաչատրյան ջան, շնորհակալ եմ։ Ես այստեղ մի բան եմ ուզում ասել, էլի խոսքս ուղղում եմ մեր Տաթևին, մեր երեխաներին։ Մի պարսկական կեսկատակ, կես լուրջ ասացված կա, ասում է, եթե այնտեղ վերևում լսեին, Աստված լսեր բոլոր երեխաների աղոթները, ոչ մի ուսուցիչ ողջ չէր մնա։ Շատ սիրում եմ այդ ասացվածքը։ Եվ նախագծերի հետ կապված մի բան էլ ասեմ, երևի մեր ՀՊՉ-ով երևի չէ հաստատ ամենահաջողված երևույթն է, կարելի ասել նախագիծը, եւ մենք մի քանի ուսուցիչներով փորձում ենք արդեն Itwinning հարթակով նախագծեր իրականացնել, հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, օրինակ ինձ համար շատ հետաքրքիր կլինի, որ մեր երեխաները էկրանից տեսկում հաղորդակցվեն տարբեր մշակույթ ունեցող, տարբեր լսարանների երեխաների հետ, փորձի փոխանակում ունենան, ծրագրեր միմյանց փոխանակեն, ինչու՞ չէ նաև նոր ծանոթություններ ձեռք բերեն եւ իրենց աշխարհն ավելի գունեղ ու ավելի հետաքրքիր դարձնեն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Քրիստինե ջան, հիմա ստիպում եք որ անընդհատ ես իմ օրինակները բերեմ։ Մենք սիրով լսում ենք Խաչատրյան ջան ու սովորում։ Ասեմ այդ մասով, որ տեսեք այսօր Itwinning-ով շատերն են նախագծեր անում, անցյալ տարի մենք մեր պատմության ուսուցչուհու հետ, մեր գիտուսի թիմի Կարինե Գրիգորյանի հետ մի հատ շատ սիրուն նախագիծ արեցինք, իմ արմատները։ Ու ինչ արեցինք, մենք դրսից կապեր գտանք, Itwinning-ի հետ չէ, մենք ուղղակի դրսում Սփյուռքում գործող հայկական դպրոցների հետ կապեր հաստատեցինք, Ժնևում գործող դպրոց կար, Վալենսիայում, այնտեղ, Աստված իմ, Հնդկաստանի, այս բան չեմ հիշում, մոռացել եմ արդեն, հա? Վիեննայի դպրոցի հետ կապ չենք հաստատել, 3 ընկեր Գրիգորյան էստեղ եք, Գոհար Գրիգորյան ջան, մի հատ հիշեք։ Հա, այդ էի ուզում հիշեմ։ Այ քեզ բան հետաքրքիր է, որ այս բան չի գալի, Կալկաթայի դպրոցի հետ հայկական եւ կարողացանք մենք կապեր հաստատելու մի հատ հետաքրքիր բան ասեմ, էլի այնքան մեծ գործ արեցինք իրականում, արմատների մասին էինք խոսում ու մենք իրենց խնդրեցինք նայեք Ժնևի դպրոցի, ուրեմն երեկոյան դպրոցի սաներն են, այդ ուսուցչուհին ասեց կարելի է երեկոյան դպրոցի աշակերտների հետ ձեր երեխեքը ծանոթանան, կապեր ստեղծեն ու մենք մտածում ենք երեկոյան դպրոցի աշակերտներ պատկերացնում եք 80 տարեկան հայ կին,
որը հայերեն էր սովորում, չգիտեմ 50 տարեկան, 40 տարեկան, 30 տարեկան, այս մարդկանց հետ էինք մենք առնչվում ու էկրանից այս կողմ, այն կողմ, այնտեղից այդ մի տղա կար, որ ինքը շվի էր նվագում, այնտեղից ինքը իր նվագն էր ներկայացնում, այստեղից մեր աղջիկը իր պարը, այն մի տղան իր նվագը, մշակութային հանդիպում էինք անում ու մենք իրենց բոլորին խնդրեցին գրեն իրենց պատմությունները գրքի տեսքով հավաքեցինք։ Պատկերացնում եք, իրանք սկսեցին գրել իրենց արմատների մասին, ինչպես են հայտնվել այնտեղ, ինչ են կրում իրենց գեներում, այն Վալենսիայի դպրոցը կիրակնորյա դպրոց էր եւ տնօրենը ասում էր, այստեղ երեխեք այնքան դժվար են հաղորդակցվում, որտեղ ընդհանրապես շաբաթվա մեջ մի օր են գալիս, շաբաթ օրն են գալիս դպրոց ու իրենք չեն կարողam շատ հաճախ այդ երեխեքը, այդ 10 տարեկան, 7 տարեկան երեխեքը թեկուզ 3 նախադասությամբ գրել էին, նկարել էին, տեսա ուղերձներ էին ուղարկել, չեք պատկերացնի մենք ինչեր ապրեցինք ու ինչքան շնորհակալ եղան այդ մասնակիցները, թե այդ տնօրենները, թե այդ մասնակիցները, որ կարողացան Հայաստանի հետ կապեր ստեղծել։ Հիմա օրինակ Ժնևից սպասում ենք, որ կգան Հայաստան եւ մենք կհանդիպենք նաեւ։ Չեմ կարող ասել նախագիծ ինչ շարունակություն կունենա, բայց բացի իթվինինգը մենք նաև սա կարող ենք անել։ Հիմա իթվինինգը ուսումնասիրում է, օրինակ կարողա հենց շվեյցարական դպրոցն ուսումնասիրի, Անգլիայինը, Ֆրանսիայինը, իրենց ազգայինը։ Մենք վերցել էինք մերս Սփյուռքահայինը ու շատ հուզումնահորդ պահեր ենք ունեցել։ Կուզենամ, որ դուք էլ այսպես նաև աշխատեք, դրսի հետ այդ կապերը ստեղծեք ու դուք էլ այդ սիրուն ակնթարթները ունենաք, թե ինչ շնորհակալություններ ունեցանք, այնտեղ իրենք թերթում գրեցին, ինչ որ հաղորդման ժամանակ ասվեց, մեզ ուղարկեցին այդ ամեն ինչը։ Նոր տարուն մեր տղաներից մեկը ձմեռ պապիկի հագուստով Հանրապետության հրապարակից ուղերձ ցենց նկարահանեցինք, ուղարկեցինք երեխեքի համար, դա անակնկալ էր եւ Ժնևի եւ Վալենսիայի դպրոցի մի խոսքով նախագծեր, որոնք իսկապես կայացած է այսօր նախագիծը որպես ՀՊՉ-ի կարևորագույն այդ նորություններից մեկը ու դեռ շատ աճելու տեղ ունի, այնպես որ եկեք ոչ թե մենք գնենք, ոչ թե վերցնենք ուրիշի մտքերը, որ մեր գործը հեշտացնենք, այլ ուղղակի գաղափարը տանք մեր երեխեքին, իրենք կանեն, հավատացեք մեր երեխեքը կանեն, ինչպես իմ գիծանը, խնդրեմ, ես ոչինչ չեմ անում, իրենք անում են ու շատ լավ դա անում են։ Տաթևյան շարունակիր։ Շնորհակալ եմ շատ։ Եթե ԳՀԳ-ից խոսք գնաց, ուզում եմ ասել, որ ես sense բարի նախանձով նախանձում եմ եկող սերնդի երեխաներին ցածր տարիքի, որովհետև իրանք դպրոցն ավարտելու են արդեն իսկ ծրագրավորման լեզուներից բավականին շատ գիտելիքներ ունենալով կոդ գրել կիմանան, խոսքով շատ նախանձելի իրավիճակ է։ Ինչևէ, արհեստական բանականությունից էի խոսում, ուզում եմ ասել, ելի վերադառնում անգիր անելու ավանդույթին, քանի որ արհեստական բանականությունը ամեն ինչ հիշում է, մեզ ցանկացած պահի ինչ որ անհրաժեշտ է լինում տալիս է, ժամանակի ընթացքում քիչ-քիչ եւ մոտ ապագայում ավելի շատ անհրաժեշտություն է լինելու ոչ թե լավ հիշողություն ունենալու կամ ինչ որ բաներ հիշելու, այլ յուրահատուկ մտքեր արտահայտելու, գաղափարներ արտահայտելու, այսինքն ստեղծագործ մտածողություն ունենալու ունեցող մարդկանց ավելի շատ կարիք ավելի շատ այդ մարդկանց կարիքն ենք ունենալու։ Եվ եթե եզրակացնենք ընդհանուր, կրթական համակարգը իհարկե ստեղծագործ մտածողության թշնամին չէ, պարզապես պետք է կարողանա դառնա գործիք, որը կխթանի աշակերտների մոտ այդ կրթական ստեղծագործ մտածողության զարգացմանը։ Ընդհանուր այսքանն էի պատրաստել, շատ շնորհակալ եմ քննարկման համար, շնորհակալ եմ, որ ձեր երեկոն տրամադրեցիք ինձ, հուսով եմ դուք էլ մեծ բավականություն ստացաք, ինչքան ես այս քննարկումից ու անիմաստ չէր ձեր այս 2 ժամը ինձ տրամադրելը։ Եթե ինչ-որ այլ հարցեր կան, կարող ենք քննարկել։ Տաթև ջան, ես էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել թե քեզ թեմայի ընտրության համար, թե թիմին վեբինարը կազմակերպելու համար եւ թե մեր մասնակիցներին ակտիվ մասնակցության համար եւ քննարկումներ ծավալելու համար եւ այս բանը տեսնում եմ Թեքրիկ Վարդանյանի ձեռքը, Թեքրիկ ջան, խնդրեմ։ Ուզում եմ Տաթևի անկեղծ խոսքը լսել, ինքը կողմ է արդյոք եւ իր ընկերները անգիր սովորելուն, բանաստեղծությունները երկարաշունչ անգիր իմանալուն։
Ընկերների փոխարեն չեմ կարող պատասխանել, բայց ինձ համար ասեմ, որ եթե ես իրոք այդ բանաստեղծությունը սիրում եմ ու իմ հոգուն դիպչում, այնպես Սոնան էր ասում, այո, ես կողմ եմ անգիր սովորելուն, անգիր իմանալուն, կոնկրետ բանաստեղծությունների առումով մենք չենք կարող ուղղակի անգիր չանենք։ Այդ նույնը, օրինակ օտար լեզու սովորելիս էլ օտար բառերը մենք բացի անգիր սովորելուց ուրիշ ձև չենք կարող սովորել։ Դրա համար իրոք անգիր սովորելը պարտադիր է։ Իհարկե ամեն ինչ չէ։ Եվ արդյոք ունես Տաթև ջան այն մտավախությունը, որ մի օր արհեստական բանականությունը մեզ հետ նահանջ է տանելու։ Ընդհանրապես ցանկացած նորություն Ես այս տարի քեզ այսպես մի բան ասեմ, Տաթև ջան, որպես տնօրեն իսկապես չէի հասցնում հատկապես երկրորդ հերթով, բայց ստիպված եղա 7-րդ դասանում դասավանդել, որովհետև երկրորդ հերթը իր դժվարությունները բերեց եւ շատ ուսուցիչներ ընտանիքների իրենց կարիքներից ելնելով թողեցին դպրոցը։ Եվ ստիպված 7-րդ դասան մտա ես եւ տվեցի իրենց ստեղծագործ շարադրություն, հետո լեզվի ժամերին նաև նախադասություններ այս կամ այն թեմայի շուրջ դուրս բերել գեղարվեստական գրականությունից օրինակները եւ ինձ համար ողբերգություն էր, որ աշակերտը օրինակները բերել էր ChatGPT-ի օգնությամբ եւ դրանք ամենևին կապ չունեին այն գեղարվեստական գրականության կամ այն գրողի ստեղծագործության հետ, որին իրենք մեջ էին բերում։ Անկախ ամեն ինչից, մենք հիմա պտտվում ենք ու հասնում ենք նույն այն կետին, որ պիտի կարդանք, պիտի զարգանանք եւ պիտի անգիր անենք եւ այս նոր պահանջները միայն այս պարագայում կկարողանանք նաեւ մարսել ու ճիշտ ձևով մատուցել հանրությանը, որովհետեւ ցավոք սրտի ես որպես տնօրեն եմ ասում եւ շատ լավ է, որ մեր ուսուցիչներից մի քանիսը նաեւ այստեղ ներկա են, երբ որ տարեվերջյան հաշվետվություններ էինք հավաքում, ես զբաղվեցի մեկ այլ դառը իրականության, որ տես Գոհար ջան, ասում ես նախագծեր են առնում, չէ՞։ Այո, ողբերգություն է դա եւ այն քո առաջի խոսքը, որ ասացիր, եթե ուսուցիչը իսկապես ուսուցիչ չէ, լավ է թողնի դպրոցը։ Եվ երբ որ ուսուցիչն է իր հաշվետվությունը, մենք օգտվում ենք բոլորս էլ արհեստական բանականությունից, բայց երբ որ ուսուցիչը չպիտի ներկայացնի ինքը իր կատարած աշխատանքը եւ պիտի ChatGPT-ին դիմի եւ վերամբարձ ինչ-որ բաներ անի, ուրեմն մենք էլ ինչ պահանջենք ծնողից եւ աշակերտից, որպեսզի իմ աղջիկ չունենանք այնպիսի ցավալի իրավիճակներ, մենք պիտի եւ կարդանք եւ զարգանանք եւ բոլոր առարկաները համարենք մերը եւ բոլոր առարկաներից ունենանք գիտելիք։ Հիացած եմ քեզնով, շատ ապրես, մենք էլ շատ լավ աշակերտներ ունենք, հուսամ մի օր իրենք էլ այսպես բանավեճի կմտնեն եւ իրենց դիրքորոշումները կհայտնեն նաեւ գիտուսի այս սիրուն թիմի հետ մեկտեղ։ Մեծ սիրով Թեխիկ ջան, մենք միշտ առաջարկում ենք, մեր այդ առաջարկը միշտ ուժի մեջ է, գիտսանը ստեղծվել է հենց այդ նպատակով, որպեսզի բոլոր դպրոցների ցանկացած աշակերտի հնարավորություն տա արտահայտվելու, իր կարծիքը ասելու, ինչու՞ չէ կայանալու, որովհետև սա մի ճանապարհ է, որ այս նոր ուսումնական տարում հաստատ Հա, եթե ես օրինակ համեմատեմ մեր գիտսանի երեխեքին, ասենք այն սկզբում ու հիմա իրենք շատ են փոխվել, շատ են համարձակացել, իրենց խոսքն է արդեն ավելի։ Ես մի քիչ մասնակցեցի նաև սեմինարներին, որովհետև մենք այդ ժամը 8-ին մենք դեռ դասի ենք 9:30, նոր 9:10 ավարտում ենք ու այդ խնդիր էր նաև մեր համար, մեր աշակերտների համար, բայց այս տարի այդ բոլոր սխալները եւ բաց թողումները կուղենք։
Սիրով Թեքրիկ ջան, մեծ սիրով, մենք միշտ բաց ենք, միշտ պատրաստ ենք, մեր երեխեքը գիտսանի ցանկացած մեկի հետ, ով պատրաստ է վեբինար վարել, լրացուցիչ միանում են, աշխատում են, սա իսկապես հասարակական գործունեություն է, մենք որևէ վճարովի ոչ մի բան չունենք, հենց դրանում է մեր առավելությունը երևի, որ այս ամեն ինչ որ արվում է, բարի կամքի դրսևորում է եւ դրա շուրջը շատ ուրախ ենք, որ համախմբվում են այսքան ուսուցիչներ, նվիրյալներ։ Շատ շնորհակալ ենք եւ ուզում եմ, եթե չունենք այլ ձեռքեր, ես մի հատ նայեմ, տեսնեմ ձեռքեր կան թե չկան։ Ունենք Քրիստինեն ձեռք ունի, Սուսաննան ձեռք ունի, ես կզարմանայի, որ Սուսաննան ձեռք չունենար։ Խնդրեմ, Քրիստինե ջան, երևի քեզ լսենք, հետո Սուսաննային։ Շնորհակալ եմ Տիկին Խաչատրյան ջան, հարցս ուղղում եմ Տաթևին։ Տաթև ջան, դու որպես 21-րդ դարի քաղաքացի, մարդ, բնականը դու քո դարի մարդն ես եւ արհեստական բանականությունը քո դարի ծնունդն է։ Հիմա հարցս այսպեսին է. հեռախոսը տրված է քեզ, դու ազատ օգտվելու հնարավորություն ունես եւ դասաժամի եւ դասաժամից դուրս դու ինքդ երբ կդիմես AI-ին, արհեստական բանականությանը։ Ես ուզում եի խոսել էլի արհեստական բանականության մասին, շնորհակալ եմ շատ։ Ուզում եի ասել, որ արհեստական բանականությանը մենք պետք է վերաբերվենք որպես գործիք, որը մեզ կօգնի, ոչ թե մեր փոխարեն կանի։ Մենք պետք է ճիշտ խելացի ընկեր, ապրես։ Այո, որ կհեշտացնի մեր աշխատանքը, ոչ թե կփոխարինի մեզ, այլ որ մենք իր օգնությամբ կկարողանանք խնայել ժամանակ, կկարողանանք խնայել ռեսուրսներ, էներգիա։ Ես ինքս էլ արհեստական բանականությունը օգտագործում եմ ինձ որպես օգնող ընկեր, այլ ոչ թե որ ասում եմ ինքը գրի ու ես իր գրած ուղղակի sense վերցնեմ, արտագրեմ, կոպի անեմ կամ տամ։ Ես միշտ ավելի շատ համագործակցում եմ իր հետ։ Եթե մենք ճիշտ օգտագործենք, իրոք արհեստական բանականությունը մեզ օգուտ կտա, ոչ թե կվնասի։ Բայց ցանկացած պարագայում, եթե կարիքը զգամ, միշտ դիմում եմ։ Շատ լավ, դու գիտես չէ, Տաթև ջան, ինչքան զարգացած է մարդը լինում, այդքան արհեստական բանականության ստեղծված նյութը կատարյալ է լինում։ Ինչքան մեր բազան թույլ է, ինքը մեզ տալիս է կիսատ պռատ բաներ։ Մեջ թիշենք արհեստական բանականությունը շարադրում է, հավաքագրում է նյութերը, ինքը չի մտածում, ինքը չի ստեղծում։ Մենք ինչ հրահանգ տալիս ենք, ինքը այդ հրահանգն է կատարում։ Շնորհակալ եմ Անջա։ Կարողանանք ճիշտ prompt գրել, այսինքն ճիշտ ChatGPT-ին հրահանգել։ Ամենակարևոր prompt-ն ուզում, որ ինքն էլ մեզ տա։ Եվ քո դարի մեջ մնա, թե ուզում ես երկդ լսեն, ժամանակի շունչը դարձիր։ Ես ինքը շատ սիրում եմ դարի հետ հավասար քայլել, բայց բնականը հավասարակշռությունը պահպանելով, որ սևակի ասած ես չիրականանամ։ Այլ AI-ին օգտագործում հոգուտ ինձ։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Քրիստինե ջան, այստեղ մի բան մեջբերեմ, հիշում եմ, հիմա այստեղ նաև Թեքրիկ Վարդանյանը, Նունե Սոխակյանը, Էսպայն անազգանները չեմ լրիվ բացում, նաև Գոհար Գրիգորյանը եւ էլի շատ ներկաներ մեր Աբովյանի ձեռնարկի հեղինակներն են եւ դուք կհիշեք, երբ որ մենք այդ ձեռնարկը նախաձեռնեցինք, Տիկին Մկրտչյանին հարցնում ենք կարելի է արհեստական բանականությանը դիմել նկարների ստեղծման առումով եւ Տիկին Մկրտչյանը մեզ ինչ ասաց, իհարկե, լցրեք, այդ բանականությանը Աբովյանով լցրեք, ինչքան կարող եք իրեն նյութեր տվել, այսինքն ինչ եմ ուզում ասել։ Շատ հաճախ մենք արհեստական բանականությունից օգտվելով նաև իրեն հարստացնում ենք եւ ես մեկ-մեկ փորձում եմ նաև այդ արհեստական բանականությանը ինչ որ նյութ եմ պահանջում, Միչալյուս Թումանյանից քարյակներ էի ուզել, չտվեց, ինչ ասես բերեց, համոզում եմ, ասում ախր սա Թումանյանի քարյակը չի, վերջը բռնեցի կոպիա արեցի, ինչքան քարյակար լցրեցի, ասում այս դրանք են Թումանյանի քարյակները, անդադ Մկրտչյանի խոսքը ակաժներից, որ մենք պիտի լցնենք, հարստացնենք ու երբ որ ինքը մի սխալ է ասում ենքան խելացի լինենք, այդ սխալը ճշտենք, ինքը անմիջապես այդ ճիշտը վերցնում ընկալում է, այսինքն անվերապահորեն չընդունենք այն ինչ որ տալիս է, միած ստուգենք, լինենք մեդիագրագետ, տանենք ստուգենք, եթե սխալը գտնում ենք, ուղենք, հարստացնենք, որ ինքը, ասենք, մեկ ուրիշին գոնե ճիշտ ինֆորմացիա կարողանա տալ։ Նաև այս մասով արհեստական բանականության հետ մենք աշխատենք։ Եվ
Իհարկե, արհեստական բանականությունից այո բոլորս ենք օգտվում, բայց շատ կարևոր է, երբ մենք օգտվում ենք նյութը տվեց, մենք դրա շուրջ էլի ստեղծագործական մոտեցում ենք ցուցաբերում։ Հետաքրքիր միտք տվեց ենթադրենք բանականությունը, մենք սկսում ենք դա զարգացնել, ոչ թե նույնությամբ տանում ենք, այլ ինքը հետաքրքիր միտքը տվեց, զարգացրինք, իրականացրինք, հա այդ նույն օրինակը, այդ նույն միտքը կարող էր մի աշակերտ, մի ընկերուհի, մի գործընկերուհի չէ այդ գաղափարը մեզ տալ, այս պահին այո խելացի գործընկերը ինքն է տալիս գաղափարը, կարևորը որ մենք դա զարգացնենք եւ այսօրվա թեմայի մեջ մնալու ստեղծագործաբար մոտենանք։ Սուսաննա ջան, լսում ենք։ Բարի երեկո ձեզ, շնորհակալ եմ Տիգին Խաչատյան։ Ուզում եմ պատասխանել Տիգին Վարդանյանի հարցին, կողմեմ թե դեմ անգիր սովորելու։ Ասեմ, որ կան բաներ, որտեղ հիշողությունը որոշակի անգիրները պարտադիր են, բայց նույնիսկ մաթեմատիկայի մեջ բանաձևերն անգիր իմանալը շատ քիչ է, եթե չես կարողանում վերլուծել խնդիրը, հասկանալ, թե այդ բանաձևը որտեղ եւ ինչպես պիտի կիրառես։ Դասարանում լավագույն տարբերակն է, երբ աշակերտը կարող է վերլուծել, քննարկել ու սեփական կարծիքն արտահայտել, բայց էլ ավելի գերազանց է, երբ համահանգիրը կարող ես ասել, համել ունենալ քննադատական մտածողություն։ Իհարկե գրքի բառերը կրկնելը հիշողության շատ մեծ մարզանք է, բայց սեփական վերլուծությունն անելը խելքի ու մտածողության զարգացում է։ Ուզում եմ ասել իմ համար, ես անգիրներ սովորելու հետ խնդիրներ չունեմ, շատ եմ սիրում հայ գրականությունը, ու եթե տանը որևէ գործ անեմ, ես անպայման պիտի որևէ բանաստեղծություն 15 կիլով անեմ այդ գործը, ու եթե ունեմ 5 րոպե ազատ ժամանակ, ես կկարդամ որևէ բանաստեղծություն հաջորդ վայրկյանին անգիր անելու նպատակով, ես շատ կողմ եմ անգիրներին ու շատ եմ սիրում անգիրներ սովորել, հատկապես հայ գրականությունից։ Շատ շնորհակալ եմ եւ ավելացնեմ, որ մեր Սուսաննան ապագա մաթեմատիկայի ուսուցիչ է։ Կարծում եմ սրանով ամեն ինչ ասված է։ Եվ Մարկ ջան, միապետ տեսնեմ ձեռք ունենք։ Չէ, ձեռք չունենք, արդեն վերջապես Մարկին այս սկզբում չստացվեց, որ մեր Մարկը խոսեր։ Մարկ ջան, խնդրեմ գոնե այս պահին դու քո ամփոփումը անես։ Ուր է Մարկը, ահա։ Բարձրախոսը միացրու Մարկ ջան։ Լսվում է ձայնը։ Այո, արդեն լսվում է։ Շնորհակալ եմ շատ։ Հարգելի մասնակիցներ, գնալով մեր վեբինարի ավարտին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ակտիվ մասնակցության եւ հետաքրքիր մտքերի համար։ Իհարկե, տեխնիկայի պատճառով ամբողջությամբ ներկա չեմ եղել, սակայն վստահ եմ, որ ունեցել եք բովանդակամից եւ հետաքրքիր քննարկում։ Շնորհակալություն եմ հայտնում մեր վեբինարի վարող Տաթև Արությունյանին, ինչպես նաև բոլոր մասնակիցներին ժամանակ հատկացնելու եւ քննարկմանը միանալու համար։ Մաղթում եմ մեզ եւ ձեզ հաջողություններ, նոր ձեռքբերումներ եւ երկար չկոչվեն սովորելու, հարցեր տալու եւ նոր գաղափարներ բացահայտելու հետաքրքրությունը։ Շնորհակալություն եւ մեր Մարկի ձայնը շատ ուժեղ արձագանքում էր, ես օրինակ մի կերպ էի ընկալում բառերը, բայց Մարկ ջան, շնորհակալ եմ, շատ ինչպես միշտ ճիշտ վերլուծություններով, ճիշտ ամփոփումներով հանդես եկար, ասենք, որ բնականաբար առջևում էլի ունենալու ենք հանդիպումներ, հուսով ենք մեր լսարանը մի քիչ կմեծանա, բայց այս պայն ուզում եմ բոլորիդ հրավիրել հաջորդ շաբաթ ու պարտադիր հրավիրել, որ դուք պարտադիր ներկա լինեք հաջորդ շաբաթվա մեր հանդիպմանը, որտեղ էլի շատ հետաքրքիր քննարկում ունենք, արդեն հայտարարությունը կա էջում, նեղություն ծնողավարությանն է հատկապես վերաբերում եւ դպրոցի ներքին կարգապահական կանոններին, կարծում եմ այստեղ էլ ունենք շատ քննարկելի խոցելի տեղեր եւ կուզենայի, որ ակտիվ մասնակցություն ունենաք, ձեր կարծիքները, տեսակետները հայտնեք, բնականաբար գիտսանի թիմը այստեղ եռակողմ քննարկում ենք մենք ունենալու ուսուցիչ, տնօրեն եւ նեղություն քառակողմ, ծնող եւ աշակերտ։ Աշակերտների կողմից ելույթ են ունենալու մեր գիտսան երեխեքը, եթե ունեք աշակերտներ, ովքեր գտնում եք, որ կկարողանան էլի սիրուն մասնակցություն ունել, անպայման հրավիրեք, հղումը տվեք, հորդորեք թող մասնակցեն։ Եթե ունեք ծնողներ ակտիվ, ովքեր էլի
կմասնակցեն կամ թեկուզ ակտիվորեն չեն մասնակցի, բայց կլսեն եւ դա իրենց հաստատ օգուտ կտա, անպայմանելի հորդորեք թող միանան եւ իհարկե ուսուցիչներ, տնօրեններ, մենք արդեն հրավիրել ենք շատ տնօրենների, ովքեր ներկա են լինելու եւ այս հարցը մենք քննարկելու ենք, իհարկե ուղակի քննարկում չենք ունենալու, անպայման ինչ որ մի փոփոխություն ենք փորձելու իրականացնել ներքին կարգապահական կանոնների հանդեպ ունեցած մեր դիրքորոշումներում ու վերաբերմունքներում։ Այնպես որ բոլորիդ հրավիրում ենք հաջորդ շաբաթ ժամ 8-ին պարտադիր, տեսեք, համ հրավիրում ենք, համ ասում ենք պարտադիր միանաք մեր վեբինարին եւ կարծում ենք, որ թեժ սուր քննարկումներով հատկապես հետաքրքիր հյուրեր ենք ունենալու տարբեր ատյաններից եւ նախարարությունից եւ հոգեբանական կենտրոններից եւ դպրոցներից, մի խոսքով շատ հետաքրքիր քննարկում է մեզ սպասում, սիրով բոլորիդ կսպասենք հաջորդ շաբաթ ժամը 8-ին։ Այսքանը ընկերներ ջան, ձայնագրությունը անջատենք, որպեսզի պահպանվի, չմնանք հանկարծ առանց ձայնագրության եւ բոլորիդ ասենք շնորհակալություն եւ բարի գիշեր։